Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast։ Այսօր ստուդիայում ես եմ Արաջ Ալաբյանը եւ իմ հյուրն է Մանուկ Երգինյան, ում հետ մենք միասին սովորել ենք պետական համալսարանում եւ դրանից հետո բազմաթիվ տարբեր առիթներ ենք ունեցել համագործակցելու, շփվելու, ընկերություն անելու։ Մանուկ ջան, բարի գալուստ։ Բարև ձեզ, շնորհակալություն ժողովի համար։ Երևի գնանք մեր ակունքներին համալսարանից հետո իրական մեր ճանապարհները մի քիչ տարբերվեցին, ես գնացի բանակ, դու գնացիր, կարծեմ Մոսկվա, ճիշտ է։ Հա, ասպիրանտուրա, էլի տնտեսագիտական։ Հա։ Ինչ տվեց Մոսկվան։ Մոսկվայի պետական համալսարանում Լոմոնոսովի անվան ասպիրանտուրայում սովորեցի, տեխնացիական պաշտպանեցի։ Իհարկե դա գիտության ասպարեզ էր, բայց միևնույն ժամանակ նաև այն անցումային ժամանակահատվածներ, երբ որ կայսրությունը փլուզվել էր, 90-ականների վերջներ, չէ՞։ 97-ից 2000 թվականներն էր։ Հա, հենց միանգամից ավարտելուց հետո էր։ Այո։ Ես իհարկե ամբողջ ժամանակահատվածը Մոսկվայում չմնացի, ինչ որ մի պահից հետո եկա Հայաստան սկսեցի աշխատել, կարճ նաև աշխատանքային փորձառություն ունեցա Մոսկվայում ֆինանսական հատվածում, ներդրումային վերլուծաբան էի, բայց այն ժամանակահատվածներ, երբ որ եթե հիշում եք ասիական ճգնաժամը սկսեց եւ տարածվեց նաև Ռուսաստանի վրա եւ ֆոնդային շուկաները ընկան եւ այլն։ Իսկ այն ժամանակ գրավիչ չէր Մոսկվայում աշխատելը, ոչ։ Այդ ժամանակ շատ գրավիչ էր իրականում։ Հակառակ ինչ-որ ուրիշ պատճառներ կան։ Ժամանակ էին, չէ՞, կայանում ասենք Տրոյկա դիալոգը, Ալֆա-բանկը, այդ նոր սերնդի։ Իրականում ես ընդունվեցի այն ժամանակ կոչվում էր Cooperson Lybrand, որը միացավ հետո PwC-ին, բայց այնտեղ չշարունակեցի աշխատանքը, ավելի ճիշտ չսկսեցի նույնիսկ այդ աշխատանքը, այդ ճգնաժամը երբ որ սկսեց, որոշակի այնտեղ պաուզա վերցրեց ընկերությունը, եւ ես եկա Հայաստանում արդեն անցա աշխատանքի եւ էլ չվերադարձա Մոսկվա։ Պատճառները շատ տարբեր էին, միայն աշխատանքային հնարավորությունը չէր։ Իհարկե հետահայաց երբ որ նայում ենք, շատ կարևոր է որ դու գործունեություն ծավալես այնտեղ որտեղ քո արմատներն են եւ վերջը որտեղ ապրում ես, այդտեղ նաեւ ստեղծում ես արժեք, որտեղ ոչ միայն դու ստանում ես հատուցում քո աշխատանքի համար, նաեւ արժեք ես ստեղծում այդ տնտեսության, այդ երկրի համար։ Եվ այդ ժամանակ հետո շատերը գնացին, ճիշտ է, մի քանիսս ենք մնացել Հայաստանում։ Դե բնականաբար դրսի համակարգերը ավելի գրավիչ պրոֆեսիոնալ զարգացման հնարավորություններ էին տալիս, բայց ես ասեմ ձեզ նաև վերջին դերակատարությունը չունեցեք կլիման։ Ես օրինակ հիշում եմ բռնացրեցի ինձ այդ մտքի վրա, որ ես չեմ ուզում ապրել, ասենք առանց արևի։ Նույնիսկ ցուրտը այդքան էական չէր, ինչքան տենց քիչ արևային օրերը, այո, ի վերջո արևը շատ կարևոր է, էլի մարդու կենսագործունեության համար։ Իսկ Հայաստանում ինչից սկսեցիր ստիր աշխատում էի։ Հայաստանում այն ժամանակ կոչվում էր Barents Group, վերջը ինքը դարձավ KPMG-ի մաս, խորհրդատվական ընկերություն էր, որը Հարկայինի հետ էին աշխատում։ Հարկային ֆիսկալ բարեփոխումների ծրագիր էր, մեր խումբը զբաղվում էր ավելի շատ մակրոտնտեսական մոդելավորմամբ եւ այդ մոդելավորման նաեւ մեթոդները ես օգտագործում եմ իմ տեխնացիական թեզի համար, որի թեման ֆինանսական եւ ռեալ սեկտորների փոխհարաբերություններ եւ ես այդտեղ օգտագործեցի նաեւ այն ժամանակ դա կոչվում էր համակարգային մրցունակության մոտեցում, որը հետո նաեւ օգտագործեցի իմ աշխատանքային գործունեության մեջ, մրցունակության ոնց որ կոնցեպտը նաև ներմուծելով հայկական տնտեսական քաղաքականության մեջ։ Այսինքն այդ համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակը այո, դրանից հետո դա իհարկե տեղի ունեցավ, բայց դրա տրամաբանական շարունակությունն էր։ Հա, երբ փոխկապակցված էր, դուք ստեղծեցիք տնտեսություն եւ արժեքներ
հետազոտական կենտրոնը 2004 թվականին հիմնադրեցինք տնտեսություն ու արժեքներ հետազոտական կենտրոնը, որը ուսումնասիրում էր տնտեսությունը մի կողմից եւ նաեւ թե ինչպես են արժեքները ազդում տնտեսական զարգացման վրա, եւ կենտրոնը դարձավ համաշխարհային տնտեսական ֆորումի կամ ավելի հայտնի է Դավոսի ֆորումի գործընկեր կազմակերպությունը Հայաստանում, եւ մենք եւ Հայաստանը ընդգրկվեց առաջ անգամ գլոբալ մրցունակության զեկույցի մեջ եւ ստանում էր իր վարկանիշավորումը ըստ մրցունակության երկրների։ Իհարկե այդ աշխատանքին նախորդել էր իմ համագործակցությունը մրցունակության եւ ռազմավարության երևի թե ամենահայտնի հեղինակներից մեկի Հարվարդի պրոֆեսոր Պորտերի հետ։ Պորտերի հետ համագործակցությունը սկսել էր իր դասընթացի դասավանդումով Երևանի Պետական համալսարանում։ Դա երևի թե ամենաառաջին ինտերնետի միջոցով տրվող դասընթացներից մեկն էր աշխարհում այն ժամանակ, երբ որ ուսանողները այստեղ Zoom չկար, բան չկար, ուսանողները ուղղակի վիդեոնյութերն էին նայում, քեյսերը Հարվարդի քեյսերն էին, որը մենք քննարկում էինք այստեղ Հայաստանում, պարբերաբար կար վերապատրաստումների դասընթացներ, դասընթացավարների համար, ընդ որում ասեմ նաև մեզ թույլատրեցին երկու քեյս, որը մենք մշակեցինք մեր կենտրոնի շրջանակներում, օգտագործել այդ դասընթացի շրջանակներում։ Առաջի քեյսը դա յուրահատուկ էր ամբողջ դասընթացի համար, դա ինչպես է ազդում սփյուռքը տնտեսական զարգացման վրա, այսինքն սփյուռքի գործոնը տնտեսական զարգացման վրա, եւ երկրորդը այն ժամանակ նոր ձևավորվող տեղեկատվական տեխնոլոգիաների ուրեմն սեկտորի պատմություններ եւ միկրո եւ մակրո մակարդակով ինչպես է դա տեղի ունենում։ Ու այդ աշխատանքներից հետո մենք կապ ստեղծեցինք համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության այդ զեկույցի խմբի հետ, որովհետեւ Պորտերը հանդիսանում էր այդ զեկույցի համանախագահը։ Եվ այդպես ուրեմն սկսվեց այդ համագործակցությունը ֆորումի հետ եւ մինչեւ հիմա Հայաստանը ոնց որ վարկանիշավորվում է այդ գլոբալ մրցունակության զեկույցում, իհարկե հիմա ուրիշ ձև է կոչվում արդեն, ահագին տրանսֆորմացիաների է ենթարկվել այդ զեկույցը։ Այցելի դուք եք համագործակցում, դուք եք ինֆորմացիաները հավաքագրում։ Հիմնականում արվում է տենց ղեկավարների կարծիքի հարցում, որը կարևոր բաղկացուցիչ է այն ինֆորմացիոն հիմքի, որը օգտագործում է այդ զեկույցը ստեղծել, այսինքն այնտեղ երկու տեսակի տվյալներ են օգտագործում, մեկը տենց վիճակագրական տվյալներ, երկրորդը արդեն այսպես կոչված փափուկ տվյալներ կամ ղեկավարների կարծիքը։ Այդ կար այդ համաշխարհային տնտեսական ֆորումինը եւ մի հատ էլ դուք ոնց որ դրա հիման վրա բան էիք, չէ՞, առանձին սարքում։ Հետո մենք նախաձեռնեցինք արդեն ազգային մրցունակության զեկույցը, որը արդեն խորանում էր ավելի մանրամասն վերցում էր Հայաստանի մրցունակությունը ու առաջի անգամ արեցինք շատ ընդհանուր, դրանից հետո արդեն թեմատիկ էինք անում։ Մասնավորապես օրինակ, ասենք ինովացիաների հետ կապված, աշխատատեղերի հետ կապված, ամեն անգամ։ Հիմա կա էլի արվում, հա։ Վերջի զեկույցը երևի թե արել ենք 2019-ին, եթե չեմ սխալվում։ Դրանից հետո դարձել է։ Հա, այսինքն զեկույց չեք անում, բայց համագործակցում եք իրանք ընդհանուր։ Դա Դավոսի ֆոկուսն էլ է, չէ՞, մի քիչ փոխվել։ Շատ ռիսկերի վրա են բավականին կենտրոնացած, նույնիսկ կիբեռանվտանգության վրա են լուրջ, ասենք, կենտրոնացած։ Նախ Դավոսը համաշխարհային տնտեսական ֆորումը հայտնի է Դավոսյան գագաթաժողովով, բայց իհարկե շատ բազմազան գործունեություն է անում։ Սկսած իհարկե այսինքն Դավոսը իրանց տարեկան համաժողովն անուն գագաթնաժողովը, բայց կազմակերպությունը աշխատում է։ Կազմակերպությունը շատ տարբեր Դավոս իհարկե մի հատ յուղի կա։ Դավոսը։ Հիմա շատ մեծ փոփոխության է ենթարկում Դավոսը ու շատ նաև քննադատությունների այդպես թիրախ է։ Նույնիսկ հիմնադիրը վերջերս դուրս եկավ նախագահի պաշտոնից։ Ով էր հիմնադիրը։ Կլաուս Շվաբ, հիմա երկու համանախագահ ունի, BlackRock-ի բանա նախագահն է եւ Լարի Ֆինկ, հա, եւ մյուսը Ռոշի նախագահն է։
հիմա փորձում են Իսկ ինքը տրանսֆորմացնել ստատուսով ինչ է, բանա։ Ստատուսով ՀԿ-յա, ինչքան ոչ գիտեմ առևտրի։ հասարակական կառույց է, այո։ Հասարակական կառույց է։ Իսկ այս վերջի զարգացումներից Տրամփի ելույթներից բաներից հետո դա ինչ որ ազդեցություն ունի, ու ոչ միայն ելույթ, այլ ընդհանրապես աշխարհակարգի փոփոխություն էլի։ Անցած տարվանից սկսած, ասենք, աշխարհակաղակական ռիսկերը բիզնես կոնտեքստում էապես ոնց որ բարձրացել են ռիսկերի սանդղակով վերև, էլի։ Ուրեմն համաշխարհային տնտեսական ֆորումը, այդ որ ասում է քննադատության շատ թիրախ է հանդիսացել, քննադատություններից մեկը նրա մասին էր, որ վերջի տարիներին չափազանց շատ էր գնացել այսպես ասած ձախական լիբերալ օրակարգի մեջ, մասնավորապես ամենակարևորը այդ DEI-ն էր շեշտադրվում եւ այլն եւ այլն։ Տրամփի գալուց հետո իհարկե այնտեղ անհասկանալի վիճակ է հիմա, այս ամբողջ օրակարգը երբ որ փոխվում է եւ ամերիկացիները փող տալիս էին այդտեղ, հա։ այդտեղ ոչ թե պետություններն են փող տալիս, այլ կորպորացիաները։ Ամերիկյան կորպորացիաները։ Այո, ամենախոշոր կորպորացիաները անդամ են հանդիսանում եւ ձևավորում են խորհուրդ։ Բայց մա հետաքրքիր բան ասեմ, հիմա ես նաև մասնակցել եմ մի կառույցի համաժողովի, որը ըստ էության փորձում է դառնալ ալտերնատիվ Դավոսին, կոչվում է Alliance for Responsible Citizenship, ARC։ Այդ որ Լոնդոն էին գնացել, պատասխանատու քաղաքացիների ալյանս, դաշինք, հա, այդպես է կոչվում։ Ըստ էության սա ավելի շատ կոնսերվատիվ այլընտրանքն է Դավոսի։ Դրա այսպես կոչված գաղափարական հայրը Ջորդան Պիտերսոնն է, որը հայտնի է նրանով, որ ինքը հայտնի հոկեբան լինելուց բացի նաև հայտնի է նրանով, որ դուրս եկավ այս վոքիզմի կամ ձախական այս օրակարգի դեմ, ըստ էության ինչ-որ մի պահի եզակի ձայներից մեկն էր, եւ դրանից հետո BBC հայտնի հարցազրույցունի այդտեղից սկսվեց, հետո սկսեց գրքեր գրել։ Այո, ու ըստ էության այնտեղ միավորվել են արդեն եւ քաղաքական գործիչներ եւ տարբեր ուրեմն հասարակական, կրոնական եւ այլ գործիչներ, ու շատ հետաքրքիր խոսակցություն ա լինում։ Մենք երբ որ մասնակցեցինք անցյալ տարի այդ համաժողովին, այնպիսի տպավորություն էր, որ նման խոսակցություն ընդհանրապես մի 5 տարի առաջ անհնար էր լսել աշխարհում, էլի։ Այդ կոնսերվատիզմի կա լավ է, էլի, այսինքն ոչ միաբևեռ աշխարհն է լավ, ոչ միաբևեռ որևէ գաղափարախոսությունն է լավ, միշտ մարդը տարբեր բաներ լսելու հնարավորություն կունենա։ Բնականաբար այնպես էր ստացվել, որ կարծես թե կար դոմինանտ ոնց որ գաղափարախոսություն եւ այլընտրանք չկար ըստ էության, ինչպես Ֆրանսիս Ֆուկոյամը մի ժամանակ հայտարարեց, որ պատմության վերջն է, չէ, որ ըստ էության լիբերալիզմը հաղթել է, այլ այլընտրանք չկա, վերջացավ պատմությունը, այսպես ասած, հա։ Ու պարզվեց, որ դա այդքան էլ այդպես չի։ Եվ դրանի հակադրություն Հանտինգտոնը գրեց քաղաքակրթությունների հակամարտության մասին եւ ըստ էության հիմա հետահայաց որ վերլուծաբանները նշում են որ Հանտինգտոնը հաղթեց ըստ էության Ֆուկույամային էլի հիմա մենք դրան ենք ականատես լինում ու նաեւ այդ քաղաքակրթական մոտեցումը օրինակ արկում շատ մեծ ուշադրության է դարձում հա այնտեղ ասում է որ մենք քաղաքակրթական ճգնաժամի մեջ ենք մենք պիտի վերադառնանք նույն եվրոպական արևմտյան քաղաքակրթությունը պետք է վերադառնա իր արժեքային արմատներից, որից կտրվել է, հա, որտեղ հիմնական էս գաղափարական թեզն է։ Ու այդտեղ նաև կա Չինաստան, որ թվում է թե լիբերալիզմը արևմուտքը հաղթել է, բայց մեկ էլ կողքից մի հատ Չինաստան է գալիս նոր մոդելով, ոչ մարքսիստական, ոչ կապիտալիստական, այլ մի հատ նոր ինչ-որ Իմիջիայլոց չինացիները հիմա շատ օգտագործում են պետություն քաղաքակրթություն հասկացությունը, ասում են որ Չինաստանը դա պետություն քաղաքակրթություն է, այսինքն ինքնին պետությունը արդեն իսկ համապարփակ քաղաքակրթություն է, որը Ռուսաստանը եւս փոխառնել է, այնտեղ Ռուսաստանում էլ այնց կոնսերվատիվ ազգայնական ոնց որ շրջանակները նորից դա օգտագործում են, չնայած այդ կոնցեպտի արմատների մեջ որ խորանակ էլի արևմուտքում է ծագել այդ կոնցեպտը պետություն քաղաքակրթության մասով, բայց ըստ էության այդ քաղաքակրթությունների կոնցեպտը վերադառնում է
ոնց որ գաղափարական ասպարեզ ու ամենակարևոր կոնցեպտներից մեկն է դառնում այսօր։ Հիմա տեղ եթե կարճ փորձենք բանալ դեբատը որն ասենք։ Այդ քաղաքակրթական Որ շատ բարձ, այսինքն որ ամեն մի քաղաքակրթություն ունի իր եզակի արժեքային հիմքը եւ չկա մի ճիշտ կամ պրոգրեսիվ, ասենք, ձև կենսագործելու եւ գոյատևելու, ինչպես ոնց նախկինում էր, չէ՞, Ֆուկույաման ինչ էր ասում, կա միակ մի ձև, հա, դա լիբերալ դեմոկրատիան է, ու ինքը հաղթել է այդ ձևը, ուրիշ տարբերակ չկա։ Ես ասում եմ, որ աշխարհի երկրներ ընդամենը 12%-ում է դեմոկրատիա, ոնց է աշխարհը այն հաղթել։ ժամանակ 90-ականների սկիզբներ այդ պիկներ էլի լիբերալիզմի պիկներ։ Երբ որ լիբերալիզմը հաղթեց սովետին, բայց չէ որ աշխարհով տարածվեց էլի։ Էյֆորիա էր այն ժամանակ։ Բայց լավ, ասենք այդ երկուսի, ասենք հասկանալի է որ մի հատ չկա, բայց լիբերալները ինչ են ուզում, կոնսերվատորները ինչ են ուզում։ Իրանց ճիշտերը ո՞րն են, էլի։ Նայեք, լիբերալիզմը ըստ էության մի քանի կարևոր գաղափարական հիմքերի վրա հիմնված։ Առաջինը դա ինդիվիդուալիզմի անհատապաշտության, այսպես ասած, կոնցեպտն է։ Մարդը ըստ էության մարդն է, անհատն է, ոչ միայն վերլուծության միավորը, այլ նաև ընդհանրապես որպես սուբյեկտ։ Մնացած ավելի երկրորդական է, հա, եւ մարդը ունի իր իրավունքները եւ պարտականությունները եւ ցանկությունները եւ դրանք ինքնաբավ են։ Եվ հետեւաբար, եթե սա մի քիչ ծայրահեղացնում ենք, օրինակ դասական լիբերալիզմը մի քիչ ուրիշ է, այսօրվա լիբերալիզմը շատ տարբեր է, այդ երկուսը իրար արդեն իրարից շատ են հեռացել, հա։ Նույն էս արկը կողմնակից այն դասական լիբերալիզմի, հա։ Դե այսօրվա լիբերալիզմը իմ հասկանալով կտրվել է լիբերալիզմից, եկել հասել է մի հատ մանիպուլյատիվ դոմինանտ վիճակի, հենց ամերիկացիներն ու եվրոպացիներին դրանում էին մեղադրում, ու Թրամպը իր տեղակալ Վենսը, հա, որ դուք նույնիսկ ընտրությունները չեք թողում ազատ լինի, այսինքն չեք էլ թողում ընդդիմություն առաջանա, այլ գաղափարներ լինեն, այսինքն դառնա ոնց որ ասում են սովետ միություն, այսինքն գաղափարախոսությունը տենց ֆուտլյարը կա, ֆորման կա, բայց ռեալ չեն թողում, որ այլընտրանքները գնան ու պրոգրեսը դրա միջոցով չէ տեղ ունենա։ Այստեղ շատ շերտեր է իհարկե միացել։ Այսինքն Մարի Լեպենը Ֆրանսիայում, Գերմանիայում այդ ադեգեն չեն թողում եւ այլն։ Իհարկե այստեղ բացի այդ ոնց որ քաղաքական դոմինանտության այլընտրանքի բացակայության, այստեղ շատ ավելի այլ շերտեր կա, նույն այդ երբ որ ծայրահեղության են հասնում այդ անապաշտությունը, ըստ էության ինքը սահման չի ճանաչում, հետեւաբար ազգային պետություն չի ճանաչում, հետեւաբար գնում ենք հասնում ենք դեպի գլոբալիզմ։ Հա, դա էլ հաջորդ երեսն է, որ Աստծոն էլ չեն, Աստծուց են հրաժարվում, այսինքն մարդուն են աստվածացնում ըստ էության։ Այո, բնականաբար մարդն է դառնում ինքնին ճշմարտության աղբյուր, բայց այդտեղ գալիս է նաև այդ պոստմոդեռնիզմի արդեն կոնցեպտն է գալիս, այս լիբերալիզմի վրա նստում, հա, որը հայտարարեց, որ չկա բացարձակ ճշմարտություն, բոլոր ճշմարտությունները հարաբերական են, ամեն մարդ ունի իր ճշմարտությունը, ամեն մարդ պիտի որոշի, որն է այդ ճշմարտությունը, որով ինքը ուզում է ապրի, որտեղ դրանից առաջ կար ճշմարտության աղբյուրը օբյեկտիվ էր, մարդուց դուրս էր, եւ մարդը պիտի գտներ այդ ճշմարտությունը, ոչ թե իր մեջ, իր ցանկությունների մեջ ինչ որ ձևով որոշեր, որ այս է, ու հիմա այսպես պիտի ապրի, հա։ Այդ երբ որ ծայրահեղության հասավ, այդտեղ այս ծայրահեղ լիբերալիզմը այս պոստմոդեռնիստական արդեն միջավայրի մեջ միանգամից կտրվեց կլասիկ լիբերալ, որտեղ կլասիկ լիբերալիզմը սկսեց մնացածներին ճնշել, որ եթե մնացածները չեն ուզում իրանցպես ապրել, ոնց պետք է այդ համակեցությունը լինի։ Հենց այդ է, հա։ Հիմա եթե նայենք, ասենք Ջոն Լոքին ու համեմատենք այսօր լիբերալները ինչ են ասում, լրիվ կարող իրար ընդհանրապես չհասկանան, կամ Ջոն Լոքը, որ ինչ որ մի ձևով ասենք հետ գալ տեսնի ինչա տեղ ունեցել Կարլ Մարքսը եւ դա դրենք Բրեժնևի կամ Խրուշովի ժամանակվա սովետերն։ Հա, հենց այդ է։ Դրա համար այդտեղ լիբերալիզմ ասելով դի տարանջատենք, էլի, ինչի մասին ենք խոսում։ Իսկ պահպանողականները ինչ են ասում։ Դե պահպանողականները ըստ էության ռեակցիա է իրավիճակը, որ տեսնում են սա տանում է տոտալ դեստրուկցիայի, ըստ էության եւ ասում են, որ կարևոր ավանդույթը պիտի կարևորվի,
Եվ պահպանողականության մեջ էլ իհարկե չկա ընդհանուր մի գիծ, շատ տարբեր, օրինակ մեկը ասում է վերադառնանք մեր օրինակ այդ արկի գիծը որն է, վերադառնանք մեր քաղաքակրթական ակունքները, որը սկսում է, ասենք նույն Պլատոն, Արիստոտելից մանից եկող, հա, տենց առաքինությունների հիմքի վրա ձևավորվող արժեքային համակարգ, քանի Սոդոմ Գոմոր չի եղել, այո, որը քաղաքակրթական այդ հիմքն է, էլի ոնց որ ասած հանդիսացնում, այդ ավանդույթը ու այդ արժեքային համակարգը դու պիտի ունենաս, որի վրա նոր արդեն այդ ազատական համակարգը կառուցես, եթե չկա արժեքային հիմք, այդ այնց ամեն մեկը դառնում է իր ճշմարտության աղբյուրը ու դա արդեն դառնում է ի վերջո բերում է պատերազմ բոլորը բոլորի դեմ։ Այդ հիմա լիբերալի արժեքը ուրիշ է, ավանդապաշտի արժեքը ուրիշ է, չէ՞, ըստ էության։ Այսօրվա հասկացությամբ լիբերալի եւ այո, ավանդապաշտի այո։ Ու համակեցությունը ոնց պետք է ապահովեն։ Դա ամբողջ խնդրեմը։ Ու ժողովրդավարության այսօրվա վիճակն էլ այնա, որ շատ երկրներում սկսած Ամերիկայից, ասենք, բաժանումը լինում է, դադրենք 51-49%, հա։ Իսկ ըստ էության կես են, մեկը տենց մի քիչ ոտը մի քիչ առաջ գցելով հաղթեց ու ասենք այդ իր 4 տարին է, հələ Ամերիկայում ընտրություններ կա 4 տարին մեկ դեռևս ուրիշ տեղեր էլ չկա, չէ՞։ Այդ առումով Թուրքիան նայում ես մեր հարևաններին վերև կողք ոնց նայում ես, ասենք էլ տեղեր կա, որ այդ ընտրությունը տեղի չունենում, կարող է ֆորմալ ձևական ինչ-որ բան արվում է, բայց ռեալ բան չի փոխվում։ Այդ առումով մենք հասել ենք մի քիչ երևի ավելի որ մակրո հայացք նետենք պոստմոդեռնիզմի ճգնաժամին։ Սա ոչ թե զուտ ինչ որ երկու գաղափարախոսությունների առճակատում է, որոնք ծայրահեղացել են ու եկել են մի հատ կետի են հասել, որ դրա համար արդեն տես պատերազմական իրավիճակ է, այլ գաղափարախոսությունների սնանկության հետևանք է, որովհետև ինչ տեղ ունեցավ մոդեռնիզմի ժամանակահատվածը ինչ ասեց, մարդուն կտրեց հավիտենականից, տրասցենդենտից, աստվածայինից, ասեց երկրի վրա մենք հարցերը կլուծենք եւ այդտեղ բայց մարդը ի վերջո պիտի կարոտա այդ հավիտենականի բացը լրացնելու, հա իր մեջ այդ բացը կա, ինքը ինչ որ մի ձև պիտի լրացնի, ինքը չի կարա այդպես դատարկ մնա այդտեղը։ Այդտեղը լրացվեց գաղափարախոսությունների միջոցով, հա, սկսվեց լիբերալիզմ, հետո մարքսիզմ, սոցիալիզմ, հա, հետո ազգայնականության ծայրահեղ դրսևորումներ եւ այլն։ Ու հիմա մի հատ փուլ է, երբ որ արդեն այդ գաղափարախոսություններն են արդեն չեն կարողանում դա ապահովել։ Ու մենք գտնվում ենք ինչ որ մի հատ իրավիճակում, երբ որ պոստմոդեռնիզմից ենք արդեն ինչ որ տրանսֆորմացիա ապրում դեպի նոր ժամանակահատված, բայց որը པարզ չի ինչ է լինելու այդ ժամանակահատվածը։ Համենայն դեպս երկար տարիներ է տևերում, ինչեւ ինչ որ մի հատ քիչ թե շատ կայուն իրավիճակ ձևավորվի, նոր դարաշրջան ձևավորվի, բայց այդ ընթացքում լինելու է շատ անկայուն իրավիճակ է լինելու։ Դες ամբողջ այսօրվա տեղեկատվական համակարգերն ու հոսքերը դրան նաև նպաստում են, էլի որ որևէ գաղափարախոսություն չկարողանա դառնալ ինչ որ բան, էլի։ Այո, Այսինքն ֆրագմենտացիան այնքան մեծ է, նույն, չգիտեմ, Facebook-ներում կամ TikTok-ներում կամ այլտեղ։ Նույն այդ սոցիալական մեդիան բերում է նրան, որ յուրաքանչյուր անհատ իրան համարվում է մեդիա։ Եվ կարող է աշխարհին, ասենք, հաղորդել իր գաղափարները, այսպես ասած։ Եվ այդ առումով դու անverջ աղմուկ է տեղի ունենում, հա, ու այդ աղմուկի մեջ լսող չկա արդեն, այն բոլորը խոսում են, բայց լսող չկա։ Ուստեղ դառնում է արդեն մի հատ անհասկանալի ինչ որ մի իրավիճակ, երբ որ դժվար է նույնիսկ պատկերացնել դրա հանգուցած լուծումը ինչպիսին պիտի լինի։ Դրան մի հատ ուրիշ ավելի բարդ բան է գումարվում, դրան գումարում է արհեստական բանականության այս արագ զարգացումը տեխնոլոգիաների, որ իր մարտահրավերներն է բերում, ու այս ամենի այս բոլոր գործոնների միատեղումը մի հատ իրավիճակ է ստեղծում, որ արդեն մարդը կորում է, չի հասկանում, ինչ ձևով ինքը կողմնորոշվի, որոնք են այն կողմնորոշիչները, որը հնարավորություն կտա ի վերջո մնալ մարդ։ Այսինքն,
որոշեք չկորցնել երջանկության զգացողությունը, հա, չկորցնել կարևորի զգացողությունը, իրականության զգացողությունը չկորցնել, ասենք ոտերը որ հողի վրա ալնի, էլի, որ տենց հալյուցինացիաների մեջ չապրես։ Դաժան աշխարհը մեզ սպասվում։ Որ նայում եմ մենք երբ որ համասարանում սովորում էինք ու ինտերնետ չկար, գիրք չկար, մի բան չկար, էլի, ու այս 35 տարվա մեջ ինչքան աշխարհը տենց փոխվեց ու ինչ արագացումով է նաև փոխվում, տեսակ վախենալու է, էլի, մեր ծնողների ժամանակները որ նայում ես, տենց բավականին ժամանակաշրջան տենց ստաբիլ է եղել, էլի, բան չի տեղի ունեցել։ Նույնիսկ մարդու ֆիզիոլոգիան պատրաստ չի այդքան արագ փոփոխությունների։ Ու այդ փոփոխությունների արագությունը գնալով ավելի է մեծանում, այսինքն արագացումն է։ Ֆիզիոլոգիան ամենաբարդն է, որովհետև այդ ֆիզիոլոգիան միլիոնավոր տարիների մեջ ընթացքում ձևավորվել է ու հա ինքը տենց չես կարել, ասենք 8 ժամ չքնես, 2 ժամ քնես կամ իդեմ 1000 մի բանով զբաղվես մեկը այդ ամեն ինչի քեզ հետ է բերում։ Մենք ընկերունում ասում ենք հոգնեցինք պատմական ժամանակաշրջաններում ապրել, անընդհատ ինչ-որ պատմական նոր բարձունքները կամ պատմական նոր իրադարձություններով նախկինում չի եղել, էլի։ Երևի յուրաքանչյուր դարաշրջան ունի իր բնականաբար բարդություններն ու մարտահրավերները, միգուցե ասենք, չգիտեմ, 100 տարի առաջ ապրող մարդիկ էլ հետ գնանք տնտեսությունը արժեքներին, այդ ձեր հետազոտությունները կամ հաշվետվությունները, որ անում եք, զեկույցները, այդ արժեքների ու տնտեսության կապը երևում էր։ Եթե անկեղծ ասեմ, մենք այդքան հնարավորություն չունեցանք շատ տարբեր բազմաթիվ ասպեկտներով այդ խնդիրը հետազոտելու, ավելի շատ տենց կիրառական հետազոտությունների ոլորտ, այսպես ասած, գնացինք, բայց այնքանով ինչքանով որ մենք ուշադրություն դարձրեցինք, կարողացանք որոշակի վերլուծական բազա ստեղծել դրա ներքո, դա բնականաբար արժեքային համակարգը կարևոր դերակատարում ունի, այդ դերևս դասական տեն ժամանակներից այդ ցուցադրվածը ինչքանով է դա կարևոր, ասենք նույն սկսած Մաքս Վեբերի այդ հայտնի աշխատությունը, որտեղ ցույց է տալիս այդ բողոքականության այսպես կապն է արդեն բողոքական ոգուն ու կապիտալիզմի զարգացումն է ոնց է ցույց տալիս այնտեղ նույն դասական տնտեսագետները երբ որ գրում էին իրենք նույն Ադամ Սմիթը բանը էթիկական փիլիսոփա էր, ոչ թե դասական տնտեսագետ էր, հա։ Ինքը էթիկայի ոլորտի փիլիսոփա էր ըստ էության, եւ այդ ամբողջ համակարգերում, որոնք ստեղծում են այդ դասական տնտեսագիտություն, ակնհայտորեն շեշտադրվում էր այն արժեքային բազան, որը անհրաժեշտ է, որպեսզի կայուն տնտեսական համակարգեր լինեն, այդտեղ ազդեցությունները շատ տարբեր են, դա մի ուղղությամբ չի այդ ազդեցությունը, որ չգիտեմ, ինչ որ տեսակի արժեքային համակարգ բերում է ինչ որ ավելի լավ, ոնց որ ասած արդյունքների, բազմաշերտ է։ Ընդհանրապես, ասենք տնտեսագիտությունը երևի թե ամենաբաղադրյալ դիսցիպլինաներից մեկն է։ Չեմ ասում դժվար կամ բարդ, բայց ասում եմ բաղադրյալ, այսինքն այնքան շատ գործոն է ազդում, որ նույնիսկ հաշվարկելի չի։ Շատ դժվար է, որովհետև այստեղ ազդում են համ օբյեկտիվ գործոնները, օրինակ, չգիտեմ, փողի քանակությունը տնտեսության մեջ, օբյեկտիվ թիվ է, չէ՞, կամ ասենք բնակլիմայական պայմաններ, հա։ Սուբյեկտիվ անհատական գործոնները, մարդկային օրինակ հոգեբանությունը։ Հիմա կա նաև այդ behaviorism-ի տեսությունը, չէ, որը ուղղակի կապում է մարդկային հոգեբանության հետ, մարդու տնտեսական վարքագիծը եւ ասենք սոցիալական, արդեն մարդկանց խմբերի վարքագիծը։ Այսքան շերտեր, ոնց որ ազդում են տնտեսական երևույթների վրա, ու արդեն շատ ավելի բարդ է այստեղ որոշակի կանխատեսումներ անել, դրա համար բոլոր տնտեսական մոդելները ըստ էության ինչ որ ձևի պարզունակացնում են աշխարհը, որպեսզի ինչ որ ձևով փորձենք հասկանալ կամ աբստրահվում են, էլի, մոդելավորում են
բնականաբար։ Իսկ EV-ն երբ ստեղծեցիք EV Consulting-ը։ EV Consulting-ը մենք 2006-ին ստեղծեցինք, արդեն որպես բիզնես խորհրդատվական ընկերություն, առաջի հիմնական ուղղությունը դա ներդրումային խորհրդատվությունն էր, որովհետև ես դրանից առաջ մի ամերիկյան ընկերության հետ համագործակցում էի Հայաստանում առաջի ինվեստիցիոն ներդրումային հիմնադրամը ստեղծելու եւ այդ հիմնադրամի համար մենք պատրաստեցինք ահագին մեծ քանակությամբ ներդրումային ծրագրեր եւ այդ փորձառության հիման վրա EV Consulting-ը սկսեց ներդրումային խորհրդատվություն տարբեր ընկերությունների մենք օգնում ենք ներդրումային ծրագրեր կազմելու, հաշվարկելու եւ ներկայացնելու ներդրողներին։ Իսկ 20 տարի արդեն ընկերությունը կա։ Այո, ընկերությունը տարի 20-ամյակն է ըստ։ Այո, բայց դե իհարկե ընկերությունը 2021 թվականին մենք միավորեցինք միջազգային ընկերության հետ, ըստ էության կարելի ասել վաճառեցինք Civitan-ին։ Արդեն 5 տարի է, հա։ Արդեն 5 տարի եղավ։ Civitan միջազգային կազմակերպություն է, հիմնադրվել է Բալթյան երկրներում, Էստոնիա, Լիտվայում, բայց հիմա գործում է մոտավորապես մի 25 երկրում արդեն, հիմնականում եվրոպական երկրներում, կենտրոնական Ասիայում, վերջերս նաև մի ընկերություն գնացին Միացյալ Նահանգներում, շատ ավելի բազմազան տարբեր ուրեմն ծառայություններ մատուցում եւ նաեւ դրա նպատակը նրանումն էր, որպեսզի մեր հայկական խորհրդատուները կարողանան նաեւ միջազգային ասպարեզում գործել ու իհարկե հետո հայաց նայելով կարող ենք ֆիքսել, որ այդ նպատակը իրականացավ, ընկերությունը այդ միաձուլումից հետո բավականին մեծացավ, հիմա տարբեր արդեն պրոյեկտներ են անում աշխարհի տարբեր երկրներում, վերջերս նաև ընկերությունը գնաց այդտեղ մի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություն, որովհետև digital, այսպես կա, թվային ծառայություններ եւս մատուցում է ընկերությունը։ Ուսանողն եմ դերից։ Այնպես որ ես համարյա արդեն չեմ զբաղվում խորհրդատվությամբ, ես կառավարող գործընկերոջ պաշտոնից դուրս եմ եկել անցյալ տարի, հանդիսանում զուտ ավագ խորհրդատու, երբեմն որոշակի պրոյեկտներ անում եմ, բայց արդեն կենտրոնացած եմ բացառապես վենչուրային կոնսորցիումի վրա։ Բայց այդ ձեր փորձառությունը, խոսում էինք մակրո ոնց որ պատկերից, բայց նաև միկրոյով եք լուրջ զբաղվել ու ըստ էության 20 տարվա մեջ բազմաթիվ բիզնեսների հետ եք առնչվել, նաև պետական տարբեր պրոյեկտներ եք արել։ Ինչ է փոխվել էլի քո կարծիքով, տենց ինչ որ գիծ կա, ինչ որ պրոգրես, զարգացում կա, թե տենց ոնց կար, տենց կա, նաև արժեքները այդ իմաստով փոխվել են, բյուրեղացել են, առաջ են տարել մեզ, թե ինձ թվում է այս վերջի տարիներին զուտ բիզնես միջավայրում նաև բիզնեսմենների սերունդային որոշ փոփոխություններ կա։ Չեմ կարող լրիվ ընդհանրացնեմ, բայց նայեք, ժամանակը բնականաբար իր խոսքը ասում է եւ իր ազդեցությունը թողնում է, չի կարող փոխված չլինել։ Մրցակցությունն էլ իր ազդեցությունն է ունենում, ստիպված են ընկերությունները փոխվել, ստիպված են նոր պրակտիկաներ ներառել, օրինակ ժամանակին մենք ներմուծեցինք, կարելի ասել, այդ Կապլան եւ Նորտոնի հավասարակշռված ցուցանիշների համակարգ էր կոչվում, Balance scorecard, բայց վերջի վերսիաներում ավելի շատ կոչվում էր ռազմավարությունների իրագործման համակարգ, հա։ Հիմա նմանատիպ, ասենք, ծրագրեր փոքր միջին համենայն դեպս ձեռնարկությունների սեգմենտում քիչ պահանջարկ ունի, ինչի համար, որտեղ արդեն ձեռնարկությունների շատերը կարողացել են ներքին ռեսուրսներով անել կամ արդեն խորհրդատվական աջակցության միջոցով անել, ահագին արդեն այդ հարցը ոնց որ ասած եփվել է, այդ հարցը արդեն այդ մոտեցումները մտել են բիզնես, նոր բնականաբար ավելի կրթված աշխատուժ է եկել, նոր մեթոդներով կրթված, դրա համար ահագին մեծ այդ առումով առաջընթաց կա,
խնդիրը նրանումն է, որ ստեղ ավելի շատ մեր ձեռնարկությունների մեծ մասը հիմնականում ունեն մեկ սեփականատեր, հա, Հա, իմ կամ մտքով էլ ընտանեկան ընտանեկան բիզնես։ բիզնեսներ են մեծ մասով ու այդտեղ է մեծ սահմանափակումը գալիս, որովհետև այդ սեփականատիրոջ մտածելակերպի հորիզոնը դա այն սահմանն է, հա, բիզնեսի։ Սահմանափակումը գալիս է որ դեռ մի սեփականատերական ընտանիք է, թե ուղղակի այն մարդիկ, որոնք տեղ են ու որ անում են այդ բիզնեսները, իրանք ունեն այդ սահմանափակումները։ Ինչ եմ հարցնում, որ դեռ նույն ասենք Harvard բիզնես դպրոցը գրքեր, ձեռնարկներ, ինչ ասես ունի ընտանեկան բիզնեսների կառավարման մոտեցումների, հաջողված кейսերի եւ այլն, այսինքն ըստ սահմանման ընտանեկան բիզնեսը սահմանափակ չի ու կան խոշոր բիզնեսներ աշխարհում, Եվրոպայում հատկապես, որոնք բավականին մեծ են ու բավականին հաջող են։ Կամ բնականաբար ու իրանք առավելություններն էլ ունեն, հատկապես ռեցեսիաների ժամանակ, անկումների ժամանակ իրանք ավելի պատրաստ են առանջահույտ աշխատել, դիմանալ, քան ասենք օրինակ հրապարակային ընկերությունները, որոնք այդ ֆինանսական ներդրողների շատ ավելի մեծ ճնշման տակ են։ Նույն օրինակ GPT, ChatGPT, OpenAI-ը մինչև հիմա հրապարակային ընկերություն չի, իրանք չեն ուզում ոնց որ դեռևս լինել այդ ճնշման տակ։ Մենակ ChatGPT-ին չի վերջերս խոշոր տեխնոլոգիական ընկերություններից շատերը ուղղակի երկարացնում են իրենց հանրային ցուցակում անցնելու process-ը, բայց այդ մեր համեմատության եզրերը ավելի տենց երևի թե եվրոպական միջին ընկերությունների, իտալական, շվեյցարական, գերմանական այդ ընտանեկան բիզնեսների հետ է։ Ինձ թվում է Հայաստանում կա որոշակի առանձնահատկություն, որ մեր սեփականատերերը ասենց ասեմ ավելի շատ են օգտագործում միայնձնյա կառավարման մոտեցումը ի տարբերություն եվրոպականների, հա, դա կարա գա նրանից, որ դեռևս այդ փուլը մենք չենք անցել, կարող է գա նրանից, որ դա որոշակի նաև հոգեբանական առանձնահատկություն է, բայց դա փաստ է։ Իսկ կրթական համակարգի հետ չի առնչվում, կապված չի, ինչ ենք ընդհանրապես մեր համալսարաններում սովորում։ Այդ համալսարանում սովորողին պետք է տեղ տա այն սեփականատերը, որպեսզի կարողանա սեփականատերն էլ չէ սովորել համալսարանում, ինքը այդ համալսարանում էլ չի սովորել, որ կարա միանձնյա չլինի այդ կառավարումը, պարտադիր չի ամեն ինչ դու անձամբ միկրո մենեջ անես, որ հանգիստ քնես, ամեն ինչ քո հսկողության տակ լինի եւ այլն։ Առաջի սերունդը այդ սեփականատերերի խորհրդային միությունում կրթված անձինք են, որտեղ այդ ձեռնարկատիրական կրթություն չկար էլ, հա, այնտեղ պետական համակարգ էր, պլանային տնտեսություն էր։ Հիմա արդեն երկրորդ սերունդը, որը գալիս է դրանից հետո, ինչ որ ձևով տարբերվում է, բայց օրինակ շատ դեպքերում էլ այդ երկրորդ սերնդին չի տրված այն ամբողջական հնարավորությունը, հա, իրանց ասենց ասած բացազատելու, իրանց սպանալու։ Այդ երկրորդ սերունդն էլ իմիջիալոց այդ կարևոր յուրահատկություն ոնց որ ունի, բաց ունի։ Առաջի սերունդը այդ ստեղծել է սեփական տենց ոնց որ ռիսկի գնալու ասենց կարողության վրա։ Այս երկրորդ սերունդն արդեն ստացել է այդ ամեն ինչը, ստեղ էլ այդ սահմանափակումը կա, էլի։ Դրա համար ստեղ ստիմուլները քիչ են ավելի։ Այդ փոփոխությունը ոնց որ այդ փոխանցումը շատ ավելի դանդաղ է, այսպես ասած, տեղի ունենում, բայց կամաց դա տեղի է ունենում։ Իսկ Granatus-ը երբ ստեղծեցիք։ Granatus-ը 2013 թվականին ստեղծեցինք, ու ներդրումային կարելի ասել գործունեությունը իհարկե 14-ից ռեալ սկսեցինք, որպես առաջի վենչուրային ֆոնդ Հայաստանում, այն ժամանակ այս IT շարժումները չկային, վենչուրներ չկային։ Չէ, այն ժամանակ IT շարժումները կային, բայց շատ սաղմնային վիճակում էին։ Հիմնականում դրանք արտապատվիրում կամ outsourcing անող ընկերություններ էին, կամ դրսի հիմնականում ամերիկյան ընկերությունների մասնաճյուղեր էին, բայց ստարտափեր բուն ստարտափ իմաստով կարելի ասել չկային կամ շատ քիչ էին։
այսինքն սեփական product ունեցող ընկերություններ։ Բայց արդեն ակնհայտ էր, որ այդ միտումը սկսվել է նույն արտապատվիրում կամ ծառայություններ մատուցող ընկերությունները սկսել էին արդեն ներքին փորձարկումներ, ներսում սկսել էին որոշակի product-ներ ձևավորել ու փորձել դրանք դուրս անել շուկա, եւ մենք հասկացանք, որ այդ process-ը հաստատ արագանալու է, որովհետեւ այդ տաղանդը կար, այդ արդեն այդ էներգիան կուտակվել էր, էլի այդ էկոհամակարգի մեջ։ Էկոհամակարգ մի քիչ մեծ է ասել, այն ժամանակ էկոհամակարգի մասին խոսել չէր, երևի տենց ավելի իզոլացված սեկտոր էր դա։ Եվ միտքը ո՞նց եկավ ձեր մոտ այն ժամանակ։ Որ այդ բացը կա նախ եւ առաջ, որ այդ բացը կա, որտեվ եթե կա այդ product-ը, այդ product-ին աջակցող կապիտալ է պետք։ Եվ ոչ միայն կապիտալ, այլ նաեւ կապեր, այլ նաեւ խորհրդատվություն, հա, ինչպես եւ այլ երկրներում դա տեղի է ունեցել, Հայաստանում ճիշտ ուշ թե շուտ դա տեղի էր ունենալու, հա։ Ուղղակի այդ ժամանակ շատ ռիսկային էր դա իրականացնելը, որովհետեւ ասենք երբ դա տեղի կունենա, դա մեծ հարց էր, էլի։ Հիմա էլ ռիսկային է։ Ինքն իրանով ռիսկային է։ Հայաստանում այդ ժամանակ անելն է չափազանց ռիսկային։ Իսկ առաջի ձեր ներդրումները ինչքան ժամանակից սկսեցիք անել։ Այն պահից, որ ֆոնդը կար ու ոնց որ կարելի ասել մենք մի տարի հետո առաջի ներդրումները արեցինք, բայց իրական ոնց որ նոր ընկերություններ, որոնք ասենք ասում եմ investable էին, հա, այտենց ներդրումային կլանման մեծ կարողություն ունեին, երևի թե 15 թվականից սկսեցին ձևավորվել։ Ըստ էության կարելի է ասենք 15 թվականը բեկումնային տարի եղավ։ Բայց այն փաստը, որ Հայաստանում կար վենչուրային ֆոնդ, արդեն դրա վրա մեծ ազդեցություն ունենում, որտեվ այդ պոտենցիալ ձեռներեցները իրենք գիտեին արդեն, որ եթե ունենան adekvat product, ապա կա կապիտալ, որը կարող է աջակցել։ Իսկ հետո հաջորդները եկան, չէ՞։ Հիմա քանիսն են մի 4-5։ Հիմա 4-5 ֆոնդ կա արդեն, որ հայկական էկոհամակարգի մեջ ներդրում անում։ Էկոհամակարգ ասելով ինքը բավական գլոբալ է։ Հայկական էկոհամակարգ ասելով, այստեղ չենք սահմանափակվում մենակ Հայաստանով։ Դե շատերը Դելավերում են, չէ՞ գրանց։ Ես sense եմ նկարագրում մեր էկոհամակարգը, որ դա գլոբալ մի հատ ցանց է, որի կարևոր հանգույց է Հայաստանը, էլի։ Ու մենք հենց այդպես էլ մեր ներդրումային ռազմավարությունը կառուցել ենք, ներդրում անունով ոչ միայն հայկական ընկերությունների մեջ, այլ նաև այլ ընկերությունների մեջ, որոնց մենք օգնում ենք Հայաստանում թիմեր ձևավորել, առավելևս այն ուղղությունները, որտեղ Հայաստանում ուղղակի դեռևս ձևավորված չեն, մասնավորապես հիմա մենք ավելի շատ կենտրոնացած ենք այսպես կոչված deep tech-ի վրա, այսինքն գիտատար product-ների վրա։ Դրանք ավելի ինժեներական են, թե ավելի օրինակ շատ ներդրումներ ենք անում առողջապահական պրոյեկտների մեջ, կամ ասենք ռոբոտիկայի ոլորտում կլինի, կամ ասենք վերջերս քվանտային համակարգչային տեխնոլոգիաների մեջ ենք արել։ Դրանցից շատերը մենք դրսից ենք բերում, այսպես ասած, այսինքն դրսում ենք գտնում, դրսում ասած, հիմնականում Միացյալ Նահանգներ, Բրիտանիա, վերջերս նաև Եվրոպա, եւ իրենց թիմերը փորձում ենք նաև Հայաստանում ձևավորել։ Օրինակ մի օրինակ բերեմ, ասենք Vivan Therapeutics ընկերությունը, որը անհատականացված քաղցկեղի լուծումներ է տալիս, այսինքն կոնկրետ մարդու համար գտնում է իր համար ամենաօպտիմալ դեղերի կոմբինացիան, եւ դա այնտեղ բիոտեխնոլոգիական process կա եւ նաեւ տվյալների վերլուծության, այսինքն data science-ի process կա։ Այդ տվյալների վերլուծության ոնց որ թիմը մենք Հայաստանում ենք ձևավորում։ Իսկ այդ տիպի տեխնոլոգիա Հայաստանում մոտակա ժամանակահատվածում 20, 30, 40 տարվա մեջ դժվար ստեղծել, որովհետեւ դա մեծ գիտական բազա է ենթադրում, հա։ Բայց երբ որ մեր ինժեներները արդեն սկսում են աշխատել, թեկուզ մեկական data science-ի կամ տվյալագիտության մասը անելով, իրենք սկսում են կամաց-կամաց առնչվել այդ գիտության հետ։ Ու մեր հիպոթեզը այն է, որ այդ առնչություններից նաև
սկսվելու է ինչ որ մի հատ ժամանակ հետո նաև որոշակի Երկրորդային գիտական, էֆեկտը։ այո, երկրորդային էֆեկտը արդեն որոշակի նաև ավելի գիտատար գործառնությունների իրագործում Իսկ դուք այդ ընկերությունները դուրսն եք գտնում, իրանց ասում եք, բերեք ինչ որ բան արեք Հայաստանում։ Հա։ Դա Բայց Հայաստանում մի երկու հատ կան, որ այդ քո ասած բանով զբաղվում են։ շատ քիչ։ Հայկական չեն, բայց այդտեղ ներկայացվածություն ունեն։ Հա, հենց այդ եմ ասում։ Ներկայացվածություն ունեն, այո, բայց զուտ որ հայկական լինեն, օրինակ մի ընկերություն էլ կա, որի մեջ արել ենք, ինքը արդեն արհեստական բանականության միջոցով դեղեր է մշակում, այսինքն մոլեկուլներ է մշակում, զուտ հայկական ընկերություն է։ Շատ, բայց եզակի են այդ տիպի ընկերությունները։ Իսկ այդ արհեստական բանականության ընկերությունները մեկ չեն ներդրում նրան։ Դե արհեստական բանականությունը ըստ էության այսօր արդեն կարելի ասել ամեն ինչի մեջ է։ Այստեղ պետք է տարանջատել էլի ինչն ես դու կոչում արհեստական բանականության տեխնոլոգիաներ, ինչն ես կոչում տեխնոլոգիա, որը օգտագործում է արհեստական բանականություն։ Երկրորդ կատեգորիան ըստ էության այսօր վերաբերվում է բոլոր ապրանքներին, կարելի է ասել, քիչ թե շատ։ Մենք հիմա մեր թեզը հետևյալ կերպով ենք ձևակերպում, ներդրում ենք անում այն ընկերությունների մեջ, որոնք այն արհեստական բանականության ոլորտում ունեն տվյալների առավելություն, որովհետև հիմա լավ մոդելներով տարբերակվել ու առավելություն ձևավորել շատ դժվար է։ Ասելի մոդելը ավելի լավն է, քան քոնը, կան աշխարհի այտենց խոշոր ընկերություններ, որոնք ստեղծում են այդ ֆունդամենտալ մոդելները, այսպես կոչված, foundational մոդելները, եւ կան արդեն դրանց վրա կիրառություններ անողը։ Հաղթում են այն ընկերությունները շատ դեպքեր, որոնք կիրառում են այդ արհեստական բանականությունը կիրառում են շատ կոնկրետ ոլորտում, ու այդ ոլորտում ունենալով յուրահատուկ տվյալների բազա, հա։ Օրինակ այդ նույն ընկերությունը, որ ես ձեզ օրինակ բերեցի, իրանք այդ տվյալները բերում են ռեալ բիոտեխնոլոգիական process-ների միջոցով, մասնավորապես, հա, օրինակ նույն ճանճերի մեջ ներդրում են կոնկրետ պացիենտի մուտացիան եւ տարբեր դեղերի կոմբինացիա են տալիս ու տեսնում են որն է ազդում։ Այսինքն ինքը ռեալ տենց բիոտեխնոլոգիական process է տեղի ունենում։ Ուտեղից արդեն կա ստեղծում է տվյալներ, որոնք մենակ այդ ընկերությունը ունի։ Դե այսօր ինչ կան հանրային հասանելի դատա կա, լրիվ GPT-ն բան OpenAI-ը արդեն օգտագործել են։ Ընդ որում առաջանցիկ միջև իրենց դատիկը տային հեղինակային իրավունքներ եւ այլն, իրենք այդ ամեն ինչը օգտագործել են։ Ու դու ո՞նց ես տեսնում այդ արհեստական բանականության վեկտորը ազդեցությունը մեր բոլորի կյանքի վրա։ Այդ շատ բարդ հարց է։ Այստեղ երևի մեծ հարցը նրանումն է, թե այսպես կոչված արհեստական ընդհանուր բանականություն արդյոք կստեղծվի թե ոչ, այդ AGI ասվածը մարդու այլ ընտրանք է։ Չէ, ըստ էության AGI-ը այն է, որ ինքը կարողանում է մարդու բոլոր կոգնիտիվ ֆունկցիաները ավելի լավ իրականացնել։ Ոչ թե մի ֆունկցիա, այլ բոլորը միասին։ Այլ ընտրանք, որ հա, իսկ կարիք էլ չի լինի։ Եվ կա նաև սուպեր բանականություն, արհեստական սուպեր բանականություն, որը արդեն հավաքական բոլոր մարդկաց կոգնիտիվ ֆունկցիաներից ավելի լավ իրագործում։ Հիմա տեխնոլոգիական էնտուզիաստները հավատում են, որ մենք շատ մոտ ենք ստեղծելու այդ տեխնոլոգիաները, այդ պարագայում արդեն շատ մեծ հարցեր է առաջանում, էլի, մարդու դերակատարության, մարդկության ապագայի եւ այլնի վերաբերյալ։ Իմ կարծիքով մի քիչ նման է DNT-ի խնդրին, բացատրեմ ինչ նկատի ունեմ։ Տեսեք, կապիկի DNT-ն մարդու DNT-ին 98%-ով համարժեք է։ Հա, բայց կապիկը մարդ չի դառնում։ 2% է տարբերությունը։ Իմ կարծիքով շատ նման իրավիճակ է։ Մենք կմոնոզդրանանք 98-ին ու այն 2%-ը չեն կարող հաղթահարել։ Ստե շատ ֆունդամենտալ մի հատ բան կա, էլի, որ մարդու բանականությունը ինչ որ ձևով նաև իր ֆիզիկական մարմնի հետ է կապված։
այդ ֆիզիկական մարմնի արկայություն, որտեղ շատ դժվար է տարանջատել, էլի, որտեղ բանականություն սկսեց ու որտեղ ֆիզիոլոգիան վերջացավ, որտեղ ֆիզիոլոգիան սկսեց մարմին։ Ինքը շատ փոխկապակցված է։ Մենք փորձում ենք սիլիկոնային, ոնց որ ասած, բանի հիման վրա, նյութական բազայի վրա այդ ամեն ինչը ստեղծել։ Բայց ոչ մեկ չի կարող դեռևս ապացուցել, որ դրան կարող են համարժեքներ։ Ու այսօր բոլորը մեծ մասը ընդունում է, որ դա բանականության լավ շատ իմիտացիա է, ոչ թե ռեալ բանականություն է, էլի, այսպես ասած։ Իրականում այդ բանականություն բառը մի քիչ տենց մարքեթինգի արդյունք է, այդ 1950-60-ականներին, երբ որ այդ առաջի շարժումները սկսվել են, որը ուրիշ անուն է եղել, տենց շատ գիտական, որը գրավիչ չի եղել։ Անկան անունը չեմ հիշում, ինքը անունը դրել է արհեստական 50-ական թվականների 52-3, եթե չեմ սխալվում, Դարտմութի համալսարանում տենց անունը դրել են արհեստական բանականություն, ինքը միանգամից դառել է տենց գրավիչ ինչ-որ ինտրիգային մարքեթինգային խոդ է ինքը ավելի շուտ։ Բայց դե մյուս կողմից իհարկե այն ինչ որ կարողանում են անել այս ասենք լեզվական մոդելները եւ այլն շատ ֆենոմենալ բաներ ա, էլի անում։ Հետաքրքիր է մարդկանց մոտիվացիան որն է, ինչ են իրանք ուզում ամեն ինչ ալգորիթմի վերածել։ Ես էտլը ամեն ինչը չկար, Հարարի Homo Deus-ում էր գրած, ինքն էլ էր տենց շփվել այդ մարդկանց հետ, ասում էր այնտեղ մարդիկ կան, որ վստահ են ամեն ինչ կարելի է ալգորիթմի վերածել էլի։ Ինձ թվում է ինքը նաև ոչ հատուկ մտադրությամբ էլ չի արվում, էլի։ Այսինքն այդ մարդիկ հետ են կարում անեն, բնականաբար իրանք ալգորիթմերով են լավ գրում, ալգորիթմական են մտածում, այդ են անում են, վերջում գալիս է հասնում է դրան իրավիճակին։ Ես չի որ հատուկ մի հատ ինչ որ բան են ստեղծում, մի հատ մակրո մոդել են աշխարհի ստեղծում, ասում են այդ մոդելին հասնելու համար պետք է հենց ալգորիթմական լինի ու եկեք գնանք այդտեղ, էլի։ Առավելևս որտեղ այդ տեխնոլոգիաների զարգացումը ինքը բազմաթիվ մարդկանց տարբեր ջանքերի արդյունք է, էլի, այտենց չկա մի մարդ, որը կամ մի խումբ նստել է, մտածում է, ասես գծում է ու այտենց մնացածը անում են, էլի։ Պարզ օրինակը նրան է, որ փորձեցին ինչ որ մի հատ պահ պայմանավորվել, որ որոշակի սահմանափակումներ դնեն էթիկական, արհեստական բանականության զարգացման, ու չկարողացան ու գնացին ամեն մեկը առանց որևէ սահմանափակման սկսեցին դրա լավ օրինակը Էլոն Մասկն է։ Ինքը այդ ջատակովն է, չէ՞, OpenAI-ը այտենց է ստեղծել, OpenAI որպես հասարակական կառույց է ստեղծել։ Անունն էլ է Մասկը հնար է առաջարկել։ Իրենք դա որպես Google-ին այլ ընտրանք են ստեղծել, որ մարդկությանը համար բաց եւ այլն, հետո շատ վերջում եղավ ինչ որ եղավ։ Շատ նմանաբան են օրինակ նույն ատոմային զենքի հնարելուն, հա, այդտեղ կար Իլիաս Ացկևերը, որը ըստ էության այդ OpenAI-ի գաղափարական հայրն էր, վերջում թողած գնաց, մնաց բանը, Altman-ը։ Հա, ու իմիջիալոց մի հատ հետաքրքիր ոնց որ sense դիտարկում կա, որ այն մարդիկ, ովքեր հիմա առաջատարն են այդ արհեստական բանականության ստեղծման, երբ որ իրենք խոսում են sense ավելի փիլիսոփայական, էթիկական խնդիրների մասին, տեսնում ես ինչքան անպատրաստ են։ Պարադոքսալ բան է։ Ես չգիտեմ իրանք ինչքանով են էթիկական այդ մարդիկ։ Չէ, ոչ թե իրանց զուտ էթիկականության մասին է, զուտ մտածելակերպի բան է, էլի, ոնց որ օրինակ երևի այդ առումով ամենա զարգացածը երևի կարելի ասել Էլոն Մասկն է։ Ինքը շատ հետաքրքիր է, զգացում է, որ բավական լավ կարդացած է փիլիսոփայությամբ, կրոնական գիտելիքներով եւ այլն։ Բայց ասենք մնացածին լսում ես ու ասես այս մարդիկ են, էլի, ոնց որ որոշում մարդկության զարգացման sense ասած ուղղությունները ու տենց մի քիչ վտանգավոր է։ Իսկ կարծիքով ազդեցությունը արհեստական բանականության կրթության վրա ինչ է լինելու։ Այդ շատ մեծ հարց է, շատ մեծ հարց է։ Մի կողմից ինչ որ ձևով ահագին օգտակար է, արագացնում է process-ները, բայց մյուս կողմից նաև բազային հմտությունները ուղղակի ոնց որ մոռանալու է տալիս։ Օրինակ ես իմ վրա եմ զգացել, ես արդեն
ավելի քիչ գրագետ եմ գրում, որովհետև գիտեմ, որ այդ տվեցի մեկը այդպես արհեստական բանականությունը լավ կսարքի, գրագետ սիրուն կսարքի, հա, ու դու էլ ջանք չես կիրառում, որովհետեւ ինքդ ավելի գրագետ գրես, այսպես ասած, հա։ Ու հետո հարցը առաջանում ինձ պետք է այդ հմտությունը։ Դե չէ, որովհետեւ օրինակ կալկուլյատորը, որ առաջ եկավ, հիմա ասենք լիքը բան կա, կալկուլյատորով հաշվում ես, պետք է ձեռով բազմապատկել սովորես թե չէ։ Ամենայն հավանականությամբ այդ ունակությունները, որը մենք հիմա արժևորում ենք կամ նախկինում արժևորում ենք, կորցնելու ենք, բայց ինչ որ մի հատ նոր ունակություններ են ի հայտ գալու, որոնք մարդը ձեռք է բերելու։ Այս չգիտեմ, որ գրելու ունակությունը կորցնենք խոսալու վրա էլ է դա ազդելու թե չէ։ Այդ չգիտեմ, բայց օրինակ խնդիր տալու ունակությունն է զարգանում։ Դու արհեստական բանական խնդիր տաս, չէ՞։ Դի լավ ձևակերպես քո խնդիրը։ Այդ պրոմպտ ասածը, հա։ Հիմա ինչով է լավ, ինչով են տարբերում, ով է լավ պրոմպտ տվել։ Այսօր արդեն պրոմպտել պետք չի։ Ես հիմա Gemini մի քիչ ուսումնասիրում հենց դասերի համար Google-ը գործիք ունի, նշում է Classroom, Google Classroom, ամեն ինչ ինտեգրացիա, իր օրացույցը, իր ֆորմերը, իր մեյլերը, իր նոր գործիքները, Gem ունի, նոթբուք ունի, արդեն արհեստական բանականության գործիքները, ու դրանք որ բացում ես, այդ պրոմպտերն էլ է գրած, ասում ես այդ պրոմպտը ոնց գրես, պետք չի էլ դու քեզ տենց շատ տանջես։ Դե ստանդարտացված խնդիրներում է այդ տենց, բայց ամեն դեպքում որ ստանդարտ խնդիրներում все-таки ամեն դեպքում պրոմպտ գրել պետք է ու այդ խնդիր ձևակերպելը, բայց կարևոր հատկություն է, էլի։ Կարևոր գիտնականները խնդիր ձևակերպեին, լուծում չի գտնում։ Սենց նոր կարողություններ կարող է զարգանան, էլի։ Այդ կարա լինի ինչ որ հետևանքներից մեկը, բայց իմ կարծիքով անխուսափելիորեն բերելու է մեծ բևեռացման։ Ու կրթվածների եւ չկրթվածների պարադոքսը նրանումն է, որ ստեղ այս անգամ կոգնիտիվ հեղափոխություն է։ Ի տարբերություն ինդուստրիալ այլ հեղափոխության, երբ որ ֆիզիկական աշխատանքներ փոխարինվում, ստե մտավոր աշխատանքն է փոխարինվում։ Հակառակը հիմա ավելի քիչ ռիսկային է ֆիզիկական աշխատանքը։ Ջենսենը ասում է, էլեկտրիկները, սանտեխնիկները։ Դեվեցիտ ինքը ասում է այն տրամաբանության, որ դիքը պետք է դատա ցենտրներ սարքեն ու էլեկտրակայաններ ընդհանրեն հետո անընդհատ չեն սարքելու։ Իհարկե դրանց սպասարկել պետք է, բայց դա էլ չի անվերջ։ Նկատի ունես, որ էներգիայի խնդիրը Ինչ համար են իրան պետք է էլեկտրիկներ եւ սանտեխնիկներ, որ մեծ դատա ցենտրներ սարքեն։ Չէ, ինքը այդ տեսանկյունից չէ։ Ինքը ասում է ուղղակի այն մասնագիտություններն են, որոնք աբան չի կարա փոխարինությունը չի կարա փոխարինի կամ շատ ուշ կարա փոխարինի, էլի ֆիզիկական աշխատանքի հետ կապված։ Չնայած հիմա ռոբոտներ են ստեղծում, որ փորձեն, բայց մեկը շատ հեռու են դեռևս, էլի այդ խնդիրները լուծելուց։ Ու դա ակնհայտ է տենց է։ Ու դրա համար դա շատ տարօրինակ բևեռացում էլի կարա գնա։ Այս կարող հետ գնանք։ Այսինքն կարող է լինեն ոնց որ ֆիզիկական աշխատանքին տիրապետողներ, այն գործառույթները, որոնք որոշակի մարդկային էմպաթիա են ենթադրում, օրինակ հոգեբան քույրերը, հա, հոգեբանները եւ այլն, չնայած հիմա հոգեբանությունն էլ լավ ոնց որ թե ChatGPT-ն անում այսպես ասած ու սխալներ անում եւ հանճարները, այսպես ասած, հա, այսինքն շատ մի հատ նեղ շերտ, որոնք ստեղծում են այդ մոդելները։ Կարա այդ տեսակի բան լինի, այստեղ շատ վտանգավոր սցենարներ կան։ Օրինակ հիմա արդեն իսկ երիտասարդության համար նոր աշխատանք գտնելու այդ հնարավորությունները կա շատ աշխարհով մեկ։ Նույն եթե նայենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, աշխատուժի ստրուկտուրան փոխվել է վերջին մի քանի տարիներում։ Ավելի շատ ավագներն են, քան թե երիտասարդները, նշանակում է երիտասարդությունը ավելի քիչ է մտնում։ Որտեղ մի հատ խնդիր կա, էլի, մենակ տեղեկատվական տեխնոլոգիաները չի, նույն ասենք այդ Big Four-ում կրտսեր մասնագետների պահանջարկը պակասել է, որովհետև AI-ով կարողանում են անել։ Այստեղ հարցը առաջանում ավակ մասնագետ ոնց են դառնալու, պետք է տրադիցիոն ուղին այդ կրտսերից պետք է սկսեիր, աշխատեիր, աճեիր, հիմա ոնց որ չկա այդ։ Մեծ հարց է։ Այդ ավակներն էլ մի օր մեծանալու են, գնալու են, չէ՞, աշխարհից։
Իսկ վերադառնանք մեր կրթական բանին, էլի, ինչ որ գիտեմ որ կրթական նախաձեռնություններով է զբաղվում։ Դա ոնց որ այլընտրանք է, դա լրացումը ինչ է։ Այս պայդրությամբ ամենակարևոր կրթական նախաձեռնությունը, որ անում ենք, որի վրա ես մեծ ջանքեր եմ գործադրում ագին ժամանակ, դա Զարկ կրթական ծրագիրն է։ Զարկը 10-ից 17 տարեկան երեխաների համար է, դա հասարակական նախաձեռնություն է ամբողջությամբ։ Ուրեմն մեր առաքելությունն է աճեցնել հոգով եւ նորունով ուժեղ սերունդ։ Այսինքն ամբողջական դիտարկել մարդուն եւ հոգու զարգացումը, մտավոր կարողությունները եւ մարմնի զարգացումը եւ այսօրվա նաեւ մարտահրավերներին դիմագրավող, հա, որ այնտեղ կարևոր կոմպոնենտ է մարզական կոմպոնենտը, ունենք ուրեմն ընդհանուր ֆիզիկական պատրաստություն, հատուկ ֆիզիկական պատրաստություն, գոյատևում, լեռնագնացություն, ինքնապաշտպանություն, մարտարվեստ, մարտավարություն, դրան գումարվում է ուրեմն հոգեբանության պատրաստության բլոկը եւ արդեն գաղափարական, որը ներառում է հայրենաճանաչություն, որ հատուկ մշակված ծրագիր է, եւ ուրեմն հոգեվոր պատրաստությունը հայ առաքելական եկեղեցու դավանանքի եւ ծիսակատարությունների։ Երեխաները ուրեմն ամեն շաբաթ 3 անգամ հաճախում են դասընթացներին եւ հաճախակի մենք ունենք ճամբարային հավաքներ, համարյա ամեն ամիս մի 2 օր ճամբարային հավաքներին են մասնակցում, որտեղ արդեն 10-ից 17, այսինքն 7 տարի պիտի գա երեխան, թե այդ տարիքային խմբի երեխաները գալիս են։ Ըստ էության 2 տարիքային խմբի է բաժանում, 10-ից 14, 14-ից 17, ծրագիրը ունի 4 մակարդակ, այսինքն քննություն են հանձնում։ Ծրագիրը ավարտվում է վերջին 4-րդ մակարդակը քննությունը հանձնելով։ Ինքը կարող է տևի մոտավորապես, ասենք, մի 4 տարի, հա, 3-ից 4 տարի կարող է տևել, որից հետո արդեն շրջանավարտների երեխեքը ոնց են իմանում դրա մասին։ Ոնց են գալիս։ Մենք հիմնականում մեր սահմանափակումը ավելի շատ մարզիչներն են։ Դրա համար մենք հավաքագրում ենք այնտեղ երեխաներին, որտեղ ունենք մարզիչ։ Հիմա մենք գործում ենք մի քանի մարզերում, ու Երևան, Գեղարքունիք, Շիրակ, Արագածոտնն ունեինք, Կոտայք, հա, այդ մարզերը հասարակական կազմակերպությունն է, թե հասարակական կազմակերպությունն է, ծրագիրը ամբողջության անվճար է, մենք դա ֆինանսավորում ենք մի քանի ձևով, առաջինը նախ ամրոց հիմնադրամը, որտեղ էլի ես համահիմնադիր եմ, մասնակիորեն ֆինանսավորում է գործառնական ծախսերը, այնուհետև ունենք ուրեմն միանվագ նվիրատվություններ արդեն ենթակառուցվածքները կառուցելու, Սառնախփյուր գյուղում մենք կառուցել ենք մեծ ճամբարային ավան, որտեղ այդ աջակցությունը տրամադրում են տարբեր հասարակական կառույցներ եւ ընկերություններ, բայց մեր ընթացիկ գործունեության հիմնական մեխանիզմը դա կրթաթոշակների տրամադրումն է։ Մի երեխայի կրթաթոշակը 250,000 դրամ է, այսինքն նվիրատուն ամսական, չէ, տարեկան։ Եթե տալիս է 250,000 դրամ, ինքը գիտի, որ մի երեխու ապահովեց տարեկան կրթությամբ։ Եթե տալիս է, ասենք, չգիտեմ, 2.5 միլիոն դրամ, գիտես 10 երեխու արդեն ապահովեց, որ այդ մի տարի երեխան ուրեմն հաճախի արդեն այդ կրթական ծրագիր։ Այդտենց մենք ունենք մոտավորապես արդեն 50 կազմակերպություն եւ անհատ, ովքեր միացել են մեր աջակիցների համայնքին, տարբեր սկսած անհատներից, տարբեր պրոֆեսիոնալ կառույցներում աշխատող վերջացրած, ասենք, ընկերություններից։ Իսկ քանի երեխա է ընդգրկված։ Այս պայծրությամբ 600։ Ու դա սահմանափակված է մարզիչներով, այսինքն մարզիչներին էլ եք պատրաստում։ Մարզիչներին բնականաբար մարզիչները հատուկ վերապատրաստման դասընթացներ են անցնում, քննություններ են հանձնում, նոր իրանք անցնում են ու անընդհատ մարզիչ է մարմնամարզականի համար, որտեղ առաջնորդման ծրագիր տեսնում եք։ Մարմնամարզությունը ռազմական պատրաստություն անպայման պետք է ունենան, երեխաների հետ աշխատելու կարողություն։ Այնտեղ նաև առարկաները որոշակի մասնագիտացում կա, օրինակ մեկը արտաքին իրավիճակներով է շատ ավելի ուժեղ, մյուսը լեռնագնացության, ասենք, մասնագետ է, մյուսը գոյատևման մասնագետ է, մյուսը մարտարվեստի ավելի լավ ոնց որ պատրաստվածություն ունի։ Դրա համար մենք նաև փոխատեղում ենք, էլի տարբեր մարզիչներ գնում են տարբեր խմբերի են դասավանդում։
Իսկ առաջնորդման ծրագիր ունենք։ Այդ ավելի տարիքով Ուրեմն, այո, երկրորդ մակարդակը արդեն ծրագրի, դա առաջնորդական ծրագիրն է, որտեղ արդեն երեխաներին ընտրում ենք այն երեխաները, ովքեր որոշակի առաջնորդական հակվածություն ունեն ավելի շատ եւ նաեւ որոշակի ինտելեկտուալ մի փոքր ավելի զարգացածություն ունեն, ավելի պատրաստ են, արդեն հատուկ առաջնորդական ծրագիր ենք անում։ Դրա դեռևս արել ենք որոշակի պիլոտային ծրագրերն ենք արել, շատ յուրահատուկ հետաքրքիր ծրագրեր, ասենք, սկսած փիլիսոփայությունից վերջացած մարմնակրթական տենց ինչ-որ կոմպոնենտներով, մենք կոչում ենք արժեքահեն առաջնորդություն։ Ընդհանուր առմամբ մեր ծրագրի հիմքում արժեքներն են։ Եթե մի խոսքով ասենք ծրագիրը ինչի մասին է, նույնիսկ այդ հմտությունների փոխանցումը չի, ամենակարևորը ինչպես է փոխանցում արժեք։ Դա կրթության մեջ ամենամեծ, ամենաչլուծված ու ամենաբարդ խնդիրն է։ Ոչ թե ինչպես է փոխանցում գիտելիք, այլ ինչպես է փոխանցում արժեք։ Իսկ այդ արժեքները սահմանացած են։ Արժեքները ուրեմն 7 արժեքներ են, բայց դրանք 7 առաքինություններ են, որոնք ընկած են մեր քրիստոնեական հավատի հիմքում, 4-ը դա դասական արժեքներն են, որոնք գալիս են, ասենք, ստոիկյան, պլատոնյան ժամանակահատվածից, իմաստությունը, արդարությունը, քաջությունը, ինքնատիրապետումը, եւ արդեն 3-ը, որը քրիստոնեությունն է ավելացրել, հույս, հավատ եւ սեր։ Այսինքն մենք ոչ մի նոր բան չենք հորինել, հա, դրանք դասական առաքինություններն են եւ քրիստոնեական առաքինություններն են։ Ուղղակի պետք փորձում ենք ստեղծել միջավայր, որի միջոցով մենք կարողանանք դա փոխանցել։ Ու մեր կարծիքով այդ միջավայրը օպտիմալ է, երբ որ այդտեղ կա այդ ֆիզիկականի, դիսցիպլինայի համակցությունը ինտելեկտուալի եւ հոգեվորի։ Ու աղջիկ տղա խառնում, չէ՞։ Աղջիկ տղա խառնում։ Ընդհանրապես այդ 12-ից 14 տարեկանը կարևոր պերիոդն է երեխեքի զարգացման, երբ որ այդ վախը կարելի է մեջից հանել, որովհետև երբ որ երեխան անպատրաստ է 18 տարեկանում տանում են բանակ, իր մոտ լրիվ ուրիշ վիճակ է, ուրիշ է, որ այդ տարիքում 12-14 ինքը այդ պատրաստվածությունը անցել է։ Լավ թեմա շոշափեցիր, մեր ծրագիրը նաև մեր տղաների համար ծառայում է որպես նախազորակուչային պատրաստության ծրագիր։ Իսկապես ճիշտ է։ Ես այդ գիտեմ, որտեղ ընկերս Շվեդիայում է, ինքը ասում է, որ իրանց մոտ էլ այդ տարիքի երեխեքի հետ են աշխատում։ Դրան հավելեմ նաև, որ դա այն տարիքն է, երբ որ երեխան ձևավորում է աշխարհայացք, ու շատ դեպքերում շատ պատահական ձևով է մեր մոտ ձևավորում այդ աշխարհայացքը, առավել այսօր սոցիալական մեդիայի ազդեցության, այն ժամանակը, որ իրանք այնտեղ անցկացնում են եւ այլն, շատ հնարավոր դու չգիտես ոնց քո երեխան աշխարհայացքը ձևավորի, էլի։ Պետք է օգնես, որ ինքը ճիշտ ձևով այդ ճշմարտության փնտրումը իրականացնի, այսպես ասած։ Ճիշտ ձևով ասածը ոչ թե դոգմատիկ ինչ-որ բան փոխանցես, հա, ուղղակի իրան այդ մարդկության այդ կուտակված իմաստությունը, որ կա, հա, իրան ճիշտ ձևով մատուցես։ Այդ ընդհանրապես այդ միջավայրից անելն էլ է շատ կարևոր, մենք գիրքի սկսել կոչվում է Anxious Generation, անհանգիստ սերունդ, ու հեղինակը ահագին ինտերնետային ռեսուրսներ էլ ունի, նորությունների այդ նյուզլեթերներ ունի, հիմնական իմաստն այն է, որ մինչև 15-16 տարեկան երեխեքին պետք է հեռու պահել սոցիալական մեդիայից, դա ավելի ոնց որ շեշտադրումը աղջիկների վրա է դրած, բայց ես այսօր տեսնում եմ, օրինակ Ղազախստանում որոշեցին արգելել, ոնց որ Ֆրանսիայում էլ ինչ-որ բաներ կա, ասենք այդ շարժը սկսել է, որ երեխեքին սոցիալական մեդիայից այն պերիոդում, որ իրանք ձևավորվում են, ոնց որ հեռու պահել, որովհետև հետևանքները շատ բան կարան լինեն, էլի։ Ստե բայց նաև կարևոր է հեռու պահես, բայց ինչին մոտիկ պահես, դա էլ շատ կարևոր է։ Նայեք մեր երեխաները մենք փոխում ենք մաքսիմալ բնությանը նաև մոտիկ պահել ֆիզիկական աշխարհին, որովհետև դա իրականության է բերում։ Այդ հայրենաճանաչությունը, հայրենասիրությունը դեռ է գալիս։ Ես բանի մասն էի կարդում ֆիների, ընդհանրապես այդ եվրոպական, ավելի այդ սկանդինավյան երկրները, որտեղ պահպանվել է զորակոչը պարտադիր, ու շատ հետաքրքիր բացատրություն կար, որ օրինակ Ամերիկայում, որտեղ պայմանագրային է բանակը, ասենք բնակչությունը կտրված է իր երկրից, երբ որ երեխան ծառայում է երիտասարդը,
ինքը այդ հողի վրա անցկացնում, այդ հողին ավելի կապվում, ավելի սիրում, որ այդ հայրենիք իր համար շատ ավելի առարկայական է, քան եթե ասենք, չգիտեմ, տուն նստած է կամ Երևանի կենտրոնում ամենակ այդ երեխան Բնականաբար։ եւ համապատասխանաբար այդ շատ կարեւոր է։ Եվ այդ ֆիզիկական հմտությունների եւ ֆիզիկական պատրաստության եւ ֆիզիկական առողջության, որը եւ բերում է մտավոր առողջության ու ինչ որ բան կա, գրանցված ծրագիր կա, հա, ոնց է ձեր հիմնադրամ է նախարարությունով բանով գրանցված։ Չէ, դա չի ենթադրում գրանցում։ Չէ, այդպիսի գրանցում չի ենթադրում։ Ինքը հասարակական հիմունքներով գործող ծրագիր է։ Ու որն է ձեր նպատակը ընդլայնել բոլոր մարզերով։ Բնականաբար, հա, եթե կարողանանք ընդլայնել բոլոր մարզերով, ավելի շատ երեխաներ ներգրավենք ու անընդհատ ոնց որ բարելավենք, որովհետև անverջ բարելավելու հնարավորություն կա, էլի մենք էլ ենք սովորում երեխաների հետ, ոնց դու ինքդ նաև սովորում ես, էլի ինչն է լավ աշխատում, ինչը վատ չի աշխատում։ Հիմա նաև մի հատ այտենց չգիտեմ, չափազանց հավակնոտ ինչ որ մի հատ նախաձեռնություն ունենք նաև ստեղծելու դասագիրք, ու բացի այն որ ծրագիրն ենք ոնց ավելի կառուցվածքայինորեն ոնց որ նկարագրելու, նաև ուզում ենք ստեղծել այսպես աշխարհ ընկալման եւ աշխարհաճանաչողության աշխարհայացքի ձևավորման վերաբերյալ այդ դասագիրքը ստեղծել, այդ որ ասում են որ այդ տարիքում են ստեղծումը այդ աշխարհայացքը ձևավորվում, հա, փորձենք նաև այդ ուղղությամբ դասագիրք ունենալ։ Հուսով ենք այս տարվա մեջ ինչ որ մի դասագիրք թե գիրք։ Դասագիրք։ Դասագիրքը ենթադրում է ինչ-որ process, չէ, գրանցման, չգիտեմ։ Չէ, դու կարող ես քո սեփական բանի համար ունենալ, հետագայում եթե հաջողության, ձեռնարկ, ներողություն, ձեռնարկ, հա, անենք ձեռնարկ, ու հետագայում եթե շատ հաջող եղավ, նաև process բնականաբար ավելի։ Իսկ ասենք երեխան որ ավարտեց այդ բոլոր փուլերը, հետո ինչ է անում։ Ինքը կամ դուք ինչպես եք աշխատում, ասենք շրջանավարտների ակումբ եք ստեղծում։ Այո, մենք շրջանավարտների ոնց որ ակումբ ենք ստեղծում, կապը միշտ պահում ենք տարբեր միջոցառումներին, որոշները նաև իրենք կարող են դառնալ մարզիչներ, նաև աջակցում ենք երեխաներին, ովքեր որ ավարտել են եւ ընդունվում են բուհեր, կրթաթոշակների միջոցով, որպեսզի իրենք նաև հետագայում ծրագրի կողմից այդ աջակցությունը զգան ու նաև ինչ որ մի հատ պահել իրանք ինչ որ ձևով նաև ծրագրին աջակցեն։ Իսկ ամրոցը ինչ անում։ Ամրոցը մենք ստեղծեցինք 2021 թվականին, դա ըստեյության պատերազմից հետո մեր հավաքական ջանքներ ինչ որ ձևով փորձել օժանդակել հայկական ինքնության պահպանման ու զարգացմանը, ձևակերպեցինք ինքնության 4 հիմնասյուներ, առաջինը դա հավատ, երկրորդը լեզու, երրորդ հայրենիք, չորրորդ արժեքներ, եւ այդ ուղղություններով փորձել աջակցել նախաձեռնություններին, որոնք համահունչ են մեր ուրեմն առաքելությանը, բայց նաև իրագործել սեփական ծրագրեր, ավելի շատ այնպես ստացվեց, որ իրագործումների մեջ ավելի շատ մտանք, այսպես ասած, տարբեր պրոյեկտներ ենք իրագործել, մասնավորապես օրինակ հայկական պատմության այն դրվագները, որտեղ հայերը միասնական են եղել, սեփական ուժին են հավատացել ու որոշակի հաջողություն են արձանագրել, այդ դրվագների վերաբերյալ տեսանյութեր ստեղծեցինք երևի 10-ից ավել, հիմա արդեն անում ենք ամբողջական հայոց պատմությունը 4-5 րոպեանոց այդ վիդեոկլիպերի միջոցով, որտեղ այսօր երեխաները հիմնականում տենց վիդեոնյութ են սպառում, այսպես ասած, տարբեր մրցույթներ ենք անում, օրինակ ծիլ մրցույթը ունենք, որը տարբեր ֆորմատներ է ենթադրում եւ ստեղծագործական տարբեր ֆորմատներ է ենթադրում, հովանավորում ենք տարբեր դասագրքեր եւ ամենամեծ ծրագիրը, որ արեցինք այս զարկներ, որը արդեն 2 տարի հետո ինքը առանձնացավ լրիվ առանձին ծրագիր եղավ եւ նաեւ ունենք այդ Դավիթ Բեկյան խաղեր օրինակ պրոյեկտը, որը արդեն տարբեր նմանատիպ ռազմամարզական տենց
խմբերի հարթակա, որտեղ մրցումներ են իրականացում, տենց հաղթողներ կան, փառատոն է, էլի, Բայց այսպես մենակ ասած, ձեր չէ, ժողովրդի չէ, չեն։ տարբեր Տարբեր բաներ կան, տարբեր կազմակերպություններ են հանդեպ մասնակցում արդեն։ բայց Հայաստանում շատ կան, Չի ասի շատ, բայց կան։ ավելի տենց մարզային իրերի։ Հա, մարզային ավելի։ Իսկ բացի համասարանը վերադառնամ մի քիչ Մոսկվան, հետո գնացիր Լոնդոն Executive MBA արեցիր, չէ՞։ Չէ, Օքսֆորդ։ Լոնդոն եմ ասում, Անգլիա։ Անգլիա, բայց ուրիշ քաղաք։ Հա, Օքսֆորդի համալսարանի Executive MBA արեցի, համարյա 2 տարվա ծրագիր էր, քիչ կարճ, 2 տարուց, մի քիչ ավելի մեծ փորձառություն ունեցող ոնց որ ուսանողներ են, քան MBA-ը, Executive MBA-ում։ Բայց հիմա հետաքրքիր փորձառություն։ Տրենդային է դարել, շատերին եմ տեսնում մեր շրջապատում, հիմնականում բանկերից գուցե, բայց ոչ միայն, չգիտեմ, Օքսֆորդն է, շրջանավարտների միություն ստեղծեցին այնտեղ, Ստենֆորդն է, չգիտեմ, Քեմբրիջ կա, MIT կա, այտենց INSEAD բիզնես կրթության ոլորտում կարող եմ ասել Օքսֆորդի շրջանավարտների ակումբը, բիզնես ակումբը ամենաակտիվն է, ինչից կարող եմ ասել, որտեղ վերջերս մենք նախաձեռնեցինք այդ աշխարհի առաջատար համալսարանների այդ շրջանավարտների մի հատ տենց հավաք, ու տենց մեր ակումբը ամենա տենց բաններ էլի, ասենց ասած ըստ էության մենք նախաձեռնեցինք։ Հա, շատ հետաքրքիր, շատ լավ տենց հավեսով ակումբ է, այսպես ասած ստեղծվել։ Բայց ո՞նց եղավ էլի, մի տեսակ տենց ոնց որ մոդայիկ դարձավ ու շատերը սկսեցին գնալ, օրինակ, չնայած դու երևի ավելի շուտ ես գնացել։ Ես որ գնացի Օքսֆորդի համալսարան, ես առաջինն էի Հայաստանից, ով որ գնաց Օքսֆորդի բիզնես դպրոց սովորելու։ Ինձ թվում է նաև ինչ որ մի հատ բան կա, էլի, մի քանի հոգի տենց գնում են, հետո մյուսները տեսնում են, տենց հավեսին են գնում, ասենց ասած մնացածներն հասկանում են, առաջ ինչի չէին գնում։ Լավ հարց է։ Որովհետև ինքը տենց էժանել չի էլի, չէ՞։ Հիմա շատ է թանկացել։ Այն ժամանակ երբ որ գնացի ու հիմա ինձ թվում է մի 2 անգամ թանկացել է։ Ու գնալով այդ բիզնես կրթությունը թանկանում է, շատ դեպքերում անտրամաբանական, ճիշտն ասած։ Անտրամաբանական գներ են արդեն։ Բայց այդ գները իմաստը ոնց որ քանի որ գնալով այդ գինը բարձրանում է, բայց մեր մոտ տենց ինչ որ շատ բան չի փոխվում էլի։ Ինչքանով է դա իմաստալից լինում։ Նայեք, եթե հետպետի գաս, էլի, եթե գնում ես որ գնաս կյանքդ, չգիտեմ, այլ միջավայրում բան ունես, ուրիշ է։ Չէ, օրինակ իմ դեպքում շատ կոնկրետ եղավ, ասենք։ Քո դեպքը մի քիչ ուրիշ է։ Որտեվ օրինակ դու որ գնում ես մի քիչ մտահորիզոնը ավելի լայնանում է, շատ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ է շփվում, տարբեր տեսանկյուններից եւ այլն, ու նաեւ որոշակի ձևով նոր էներգիա է ստանում, նոր նախաձեռնություն սկսելու, ինքը համընկավ Granatous Ventures-ը սկսելուն, մի քիչ ավելի շուտ էր, բայց ոնց որ այդ իմպուլսը հնարավորություն տվեց ավելի գլոբալ մտածելու, ավելի այնպես գլոբալ նախաձեռնություն սկսելու։ Մնացածի համար միգուցե նաև զուտ կարիերայի համար ինչ որ մի հատ քայլ է, որ օրինակ դա գրվի ռեզյումեի մեջ ու ինքը ավելի լավ հնարավորություն կունենա կարիերայում, ասենք, առաջընթաց ձևակերպելու։ Ես չէի ասի, որ այն գինը, ճիշտն ասած, մեծ մասամբ արդարացնում է այն գիտելիքը, որը դու ստանում ես։ Այստեղ խնդիրը գիտելիքը չի, այստեղ խնդիրը ավելի շատ միջավայրն է։ Այն մարդիկ են, որոնց հետ դու շփվում ես։ Այդ մարդիկ ոչ թե դասախոսներ են, այլ առավելապես են քո դասընկերները, դասընկերները, որոնց հետ դու շփվում ես, որոնց հետ հետո դու օրինակ շատերը բիզնես են սկսում, հա, ես օրինակ շատ տարբեր նախագծեր եմ քննարկել, ինչ որ ձևով նաև օրինակ մեր Granatous-ում մի հատ խորհրդատու ունենք, ով որ իմ դասընկերները Օքսֆորդից։ Այսինքն այդ առումով այդ տեսակի բիզնես կրթության կոնտեքստում դա պետք է ավելի շատ որպես օգուտներ էլի նայել։ Իսկ եթե դու նայում ես ավելի տես բնագիտական, արդեն տես գիտական դիսցիպլինաներ, երևի թե այնտեղ արդեն մի քիչ գիտելիքը շատ ավելի է կարևորվում էլի։ Երևի թե։ Դա բիզնես չնայած այդտեղ են մարդիկ իրար հետ շփվում, իրար հետ ինչ որ բաներ անում,
Մանավանդ էս արհեստական բանականության էս շարժումը վերել է նրան, որ այդ ուղղությամբ գիտությունը տեղափոխվել է խոշոր բիզնեսներ, էլի, այսինքն այն աստիճանի է փողը մեծացել, որ համալսարանները իրենց հետազոտական բաներով պարզապես մտցել չեն կարող, էլի։ Բայց էլի նույն այդ շեշտադրել է այդ պահը, որ ասենք շատ համալսարաններ հիմա այդ այսպես բաց հարթակներում իրենց Կուրսերը կրթական դնում են։ կորտերը բաց դնում են, հա։ Եթե խոսքը գնար զուտ այդ կոնտենտին մուտք ստանալու մասին, Հա, դե լինքը լրիվ ուրիշ, մոնոպոլիա չի, հա, բարձր։ այսինքն համ բացում են մի կողմից, բայց մյուս կողմից էլ թանկանում է գիտելիքը։ Ուրեմն այդ կրթությունը, ուրեմն Կրթությունը, ուրիշ բան կա, էլի։ Որ չբացեն էլ արդեն այդ GPT-ներին հարցնում ես պատմում են։ Հա։ Հայաստանում ինչ ես տեսնում, մեր ուղղությունը ուր է գնում։ Բնականաբար ռիսկեր կան, հնարավորություններ կան այդ դրանց մեջ ոնց ես տեսնում, էլի։ Ինձ թվում է մեր ընտրությունը նրա մեջ է, թե մենք կմնանք ազգային պետություն, թե չէ։ Իսկ մենք ունենք այդ ընտրությունը։ Միշտ կա ընտրություն, որովհետև աշխարհում բախվում են տարբեր կամքեր եւ ուժեր, հա։ Եթե դու որոշում ես, որ դու ունես կամք ինչ որ չափով ուժ ձևավորելու, ինչ որ մեկը պարտավոր է լինելու այդ դրա հետ հաշվի նստել։ Պարզավոր մենք փոքր երկիր ենք, պարզավոր այդ հնարավորությունները ավելի քիչ են, բայց այդ չի նշանակում, որ զրոյական են ու մենք պիտի ուղղակի ճակատագրվին ենթադրենք մենք կմնանք որպես պետություն։ Ազգային թե չազգային, բայց դա էլ է հարց։ Իմ պատասխանը ենթադրում է, որ մենք պետք է ուժ գործադրենք, որպեսզի մնանք, եւ մենք պետք է ու դրա ճանապարհը անընդհատ հետևողականորեն ուժի կուտակումն է։ Այսօր աշխարհակարգը փոխվում է, արդեն Դավոսում էլ այդ ֆիքսեցին, չէ՞, վերջի որ ասեցին մոռացեք հին կանոնների վրա հիմնված աշխարհի մասին։ Իմիջիալոտ շատ հետաքրքիր բան է գնում հիմա նույն այդ լիբերալ մամուլում, որոնք գրում են, որ հա նախորդ աշխարհակարգը կեղծավոր աշխարհակարգ էր, որտեվ հայտարարվում էր հավասար հնարավորությունների մասին, միայն կանոնները վարժում, բայց իրականում մեկը հավասար չէր, բայց դե միևնույն է, այնի ավելի լավ էր ինչ որտեղ, քանց թե այս աշխարհը, որը գալիս է, որովհետև էսի ջունգլիները արդեն, էլի։ Հիմա բայց միևնույն է, հետ չկա, այն աշխարհակարգը չի գալու։ Եվ արդեն հիմա նոր մի հատ իրավիճակ կա, երբ որ ուժը էլի ամենաառաջին տեղն է գալիս, ամենակարևոր գործոնն է դառնում։ Ու մենք պետք է կարողանանք, եւ մենք ունենք յուրահատուկ հնարավորություն դրա համար անելու, բայց մենք մի քիչ տեսանկյունը պետք է փոխենք։ Մենք ոչ թե մեզ պետք է դիտարկենք մի հատ փոքրիկ երկիր, որը փորձում է ինչ-որ ձևով տեղավորվի ինչ-որ միտեղ, այլ մենք դիտարկենք, որ մեր մի հատ մեծ համաշխարհային ցանցի կարևոր հանգույց ենք։ Մեր քաղաքակրթական առաքելություն ունենալով աշխարհի համար, կարևոր առաքելություն ունենալով աշխարհի համար։ Եթե մենք այդպես դիտարկենք մեզ, ոնց որ հрьяաները շատ հрьяաները շատ նմանություններ ունեն, իհարկե շատ տարբերություններ Չէ, ոչ թե մենք իրենց նման ենք, այլ իրենց մոդելն է այդ, որ իրանք աշխարհի համար կարևոր։ Այդ դեպքում դու գործոն ես, այլապես դու ուղղակի ինչ որ ոդիտակ ես ընկնելու։ Այսօրվա այս բաները որ տեսնում եմ, այդ լավ գիրք կար կարդում էի, կոչվում էր Too Small to Fail։ Ու այդ փոքր երկրների, այս 8 երկրների, small smart 8 երկրների ոնց որ ակումբ կա, Շվեյցարիա, ու իրանց sense բանն էլ է գտնվում կենտրոնակայանը կամ մի օգիտանորեն ունեն, որ այդ գիրքը գրել է, 2 գիրք է գրել, հենց Շվեյցարիայում է գտնվում, բայց Շվեյցարիա, Հոլանդիա, Շվեդիա, Դանիա, դե ոչ եվրոպականներից Սինգապուրն է, Իսրայելն է։ Այդտեղ մի հատ sense հիմնական ոնց որ ընդհանուր թեման հետեւյալն էր, որ քանի որ այսօր անվտանգությունը ոնց որ պահելը էժանացել է, քանի որ կա օրինակ դաշինքներ, ՆԱՏՕ,
Հա, այսինքն քեզ մեծ տարածք, շատ բնակչություն եւ այլն այդ բաները պետք չի ունենալ ու դրա վրա օրինակ ինչ գիտեմ դանիացիները, շվեդերը, հոլանդացիները ոնց որ կարողացել են այդ ռեսուրսը, որ պետք է ծախսեին բանակների բաների վրա, կենտրոնացնել ավելի ստեղծարար բաների վրա, բայց այդ աշխարհը փուլ է գալիս, այսինքն հիմա մեկ էլ պարզվում է, որ չէ, տենց չի այդ մեծ օրողբերը Uncle Sam-ը չի ուզում բոլորի անվտանգությունը բայ գնացեք մտածեք ու դա sense թանգանում է տեկտոնական շարժ է էլի առաջացնում այո անվտանգությունը թանգանում է շվեդները բանակ են սարքում գերմանացիները բանակ են սարքում ու էապես է փոխելու էլ այսինքն այն երկրները որ մեր աչքի առաջ չգիտեմ հարուստ կարողնակ բավականին զարգացած կարողացել էին բավականին լուրջ արդարություն դնել, դա կլինի կրթություն, առողջապահություն եւ այլն, հիմա իրանց մոտ էլ է լուրջ բաներ, շիֆտեր սկսում էլի։ Ու եթե իրանց մոտ է սկսում, մենք մեզ ձև անենք, թե մենք որ մեզ խելոք պահենք ամեն ինչ լավ կլինի, բարձր որ ցենց չի ստացվում էլի։ Բայց մենք եթե մի հատ ուրիշ տեսանկյունից նայենք, որոշակի առավելություն ունենք, որտեղ մեր մտածելակերպային մոդելի մեջ անընդհատ կա այդ էգզիստենցիալ վտանգի պահը։ Իրանց մոտ դա նոր ցենց ինչ-որ սկսում է ձևավորվել։ Չէ՞ դե ֆիների մոտ եղել է, իրանք միշտ սովետի վտանգը ունեցել են։ Ֆիները յուրահատուկ ոնց որ ասած դեպք են։ Այդ հասկանալի է։ Ու մենք ուղղակի պետք է դրա վրա ոնց որ կառուցենք, էլի։ Շատ լավ, երևի այսքանով այստեղ կանգնենք, հա, չավարտենք, կանգնենք։ Շնորհակալություն քո նախաձեռնություններին ցանկանում եմ հաջողություն աճել, ավելի նոր համախոհներ հետաքրքիր է որ իմ հյուրերից շատերը եւ բիզնեսը եւ անձնական որոշակի հասարակական բարեգործությունը որոշ դեպքերում համատեղում են ու երևի թե դա լալի կարևոր մեր կյանքի այս էտապներում հասկանալ գալ դրան որ մենակ քո շուրջը չէ լի աշխարհը եւ քո կյանքն էլ մենակ քո շուրջը չի պատասխանատվություն է որ դիվերսնես որ Ուշ մենք դիվերսնենք այլ այդ որ ասում ես արժեքները դժվար է սովորացնել կարևոր արժեքներից մեկը կամ կարևոր բնավորություններից մեկը որ երեխեքին պետք է հենց մանկապարտեզներից փոխանցենք դա պատասխանատվությունն է ես նույնն էլ Արմենը մասցի մեր մանկապարտեզներից սկսած երեխեքին սխալ ուղղությամբ են տանում որ ասում են ես չի կարելի մի ձեռ դուրը կոտրվի եւ այլն ու որի արդյունքում երեխան որ կոտրում ասում ես մեղավոր չեմ այդ արդեն պատասխանատվության գիտակցության շեղում է էլի խեղում է ըստ էության գուցե կարող նույնիսկ անգիտակցաբար դաստիարակները դրան են տանում էլի ոչ թե ասեն լավ կոտրեցիր հավաքի ու դու ես դրա պատասխանատուն մյուս անգամ քեզ նենց պահի որ իմանաս որ կոտրելու ես ոչ թե սրան ձեռ չտակ ես ձեռ չտակ պատին ձեռ չտակ այդ սահմանափակումները նաև դրան են բերում էլի բայց պատասխանատվությունը տենց համատարած երևույթ է ինչև է դրան չգանք որ քաղաքացիները այդ քո ասած արկը հենց դա չավլի պատասխանատու քաղաքացիների դաշնություն երկիրը պետք է դառնա ավելի պատասխանատու քաղաքացիների միջավայր այսօր հələ որ ավելի շատ սահմանափակումներ են տեսնում նույն օրինակ երթևեկություն նայում ես ստիպված օրինակ մի կտեղեր այդ պլաստմասի բաներն են շարում որ գծերը օրինակ տարանջատ են հա օրինակ չգիտեմ ամերիկյան դեսպանատան մոտ որ տեսնես շարած է չէ որովհետև ինչ որ մարդիկ սիստեմատիկ գալիս են այդ խախտում են անում էլի ու դա անպատասխանատվության արդյունք է լավ այսքանով ավարտենք սիրելի ունկնդիրներ շարունակեք հետևել մեզ բաժանորդագրվեք սեղմեք զանգի կոճակը եւ կհանդիպենք հաջորդ թողարկումներում